ինքը ծարու թեթևանում ասում ուրեմն սա Սերժական է։ Տակ գրում են չէ, ատեսնում չէ սա, սա Նիկոլական է։ Ու տենց եզեր ենքան կան, այդ դա ինձ իհարկե սարսափելի վշտացնում է։ Ես նկատել եմ որ թեմաներ կա մարդիկ չեն ուզում դրա մասին մտածեն, ոնց որ ապրում ենք իներցիայով, գնում է լավ է, խի խորանանք, խի կպնենք։ Դե եթե վարչապետը ասում է որ նալոգ տվողը հերոս է, ինչ ասես։ Անում ես հերոսը, մեր ռանկ տալուց տեղը ցավում է։ Ստեղել տամ եղբայր։ Մի հատ բան եմ նկատել, որ այն մարդիկ, որ Հայաստանում են, հիմնականում բնակվում, համարում են, որ այդ մեծ առավելություն է, մորալ առումով էլի, առավելություն է ուրիշ հայերի հանդեպ, ովքեր աղտագաղթել են։ Միացնում ենք իր, արա համայնք չի որ միացնում է Սիրիան, դեպի մեկը։ Միացնում ենք իր, Եղվարդի համայնքն է, հա, միացինք իր։ Դար ընտանիքներով է միանանք, ինչ տարբերություն իմ կնիկը, քո կնիկը, դավայ։ Չեն ասում հադրոն ընտանիքա, ոնց ես միացնում իր։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդկասթի հյուրն է դերասան Սերգեյ Դանելյանը։ Այս էպիզոդը նկարահանել ենք ԱՄՆ-ում եւ շատ շնորհակալություն Սոնային Հովհաննիսյան, ով օգնեց, որ այս ամեն ինչը իրականություն դառնա։ Սոնան շատ հետաքրքիր ոդկաստ ունի, որի լինքը կդնեմ ներքևում, անպայման լսեք ու նայեք։ Իսկ Սերգեյի հետ զրուցել ենք կինոյից, թատրոնից, մշակույթից, քաղաքականությունից եւ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին եւ եթե հավանում եք, լայքեք, որը կօգնի այս վիդեոյի տարածմանը։ Եթե աշխատավարձ ստանում եք Ակբա բանկի միջոցով, ուրեմն ունեք առավելությունների մեծ փաթեթ։ Ակբայով աշխատավարձ ստանալը նշանակում է անվճար քարտեր եւ հատուկ պայմաններով վարկեր։ Այսինքն ոչ միայն փող, այլ իրական արժեք։ Մանրամասները Ակբա.am։ Ոնց եք Սերգեյ ջան։ Ես ջայն եմ, դուք լավ եք, ես լավ եմ։ Հա, բայց խի ջայ եմ։ Լավ եմ, նորմալ եմ, փառքասու, հա, բայց մարդու մի ասեք որ լավ եմ։ Արդեն լիքը մարդ իմացա։ Չուզողն is շատ են, ախր դասա։ Ինչի՞ց է։ Չուզողն is շատ է։ Նրանց ու տկացում եմ։ Դե մեկ-մեկ բաներ եք ասում, որ մարդկանց հաճելի չի լսել, բայց ինձ թվում է ճիշտ է։ Դե ես հատուկ չեմ անում։ Ես ասում եմ, ինչ-որ մտածում եմ, մտ հաճելի է, թե հաճելի չի, թող իրանք տեղավորվեն դրա մեջ, եթե լսել են, թող ուրեմն չլսելու տեղ դնեն կամ չլսեն։ Հա, բայց շատ են գրում վատ կոմենտներ։ Ժամանակին ավելի շատ են գրում, գիտես ոնց է այդ արքիրը։ Այ ոնց որ թատրոնում ես իմ բանի հանդիսատեսին զտեցի։ Հա։ Հա, չեմ ասում face control եմ դրել, էդ էլ կար ժամանակին face control կար, ասում եմ, սրան տոնը չծախես, էլ ես անիմաստ կա, հա։ Հա, հետո կամած զտվեցին են բանում, որ իրանց ուղղակի այդ արքից չի ինչի մասին ես խոսում եմ։ Հա։ Կամ պատրաստ չեն լսել են ինչի մասին խոսում եմ։ Ու կարելի ասել նույնն համացանցում եղավ, համացանցում ավելի հեշտ է մաքրել է, մի անգամից բլոկ ես անում, հա։ Հա։ Բայց մեկը ձեր վիդեոները հայտնում են ինչ-որ մարդկանց հեռախոսներ, որ իրանք ձեր աուդիտորիան չեն։ Իհարկե հայտնում է, բայց իրանք էլ կոմենտ չեն գրում, որովհետև բանա ոնց ասեմ, քո ֆորմատին չի սազում էլի, քամուդեմ միզելու նման մի բան է, էլի, ասենք գրեցին, հա, ես մի անգամից ես չեմ էլ հակադարձում իսկի։ Բայց ոնց կուզեք ձեզ հանրությունը ճանաչի։ Ես չեմ ուզում ճանաչի, ինձ արդեն ճանաչում է։ Բայց ընկալումները տարբեր է, չեմ հարցնում, որտեղ օրինակ, երբ որ ես մարդկանց հյուր եմ կանչում, իրանց մասին սկսում եմ կարդամ, հետաքրքրվեմ, հարց ու փորձ անեմ, տարբեր մարդիկ տարբեր ձև են ձեզ ճանաչում։ Մարդ կա ասում է դերասան է, մարդ կա Instagram-ում եմ տեսել, մարդ կա ասում է YouTube-ում եմ լսել, իհարկե կուզեի որ որպես թատրոն, իհարկե կուզեի որպես դերասան ճանաչեն, որպես թատրոնի եւ կինոյի դերասան։ Մնացածը կողքից տոնածառի վրայի խաղալիքներն է, այսօր էս խաղալիքն է, վաղեն խաղալիքն է։ Ամեն տարի խաղալիքը փոխվում է։ Ես մի հատ խաղալիք ունեի, որ 12:05 հիշում ես։ Ջա, let's go watch it, sense me. Sense կարմիր գույնի բուձիլնիկ էր, հա։ Ու բանը իրա այն գլխիկներ sense բանով էր, այդ սպանակեր մեջ է։ Մինչև ես վերջերս ջարդվեց ափսոս, լավ խաղալիք էր։ Վերնիսաժում հետ տեսնեմ կարնեմ։ Իսկ բայց այդ կողքից պրոյեկտներ ինչի համար եկան, եթե ուզում եք ձեզ որպես դերասան ճանաչեն։ Ինքնարտահայտվելու եւ
գումար վաստակելու նաև բանա մոտիվացիան դա է։ Հա։ Ես երբեք չեմ արեմ բան, ինչ որ ես չեմ ուզում։ Ասենք այդպես չի, ասենք պատեմ շարը որ փող աշխատեմ, ավելի լավ է YouTube բացես, էլի փող ես աշխատում, կարող է այդքան շատ չի, ինչքան եթե պատ շարեր։ Բայց էլի քո ասածն ես ասում, քո մտածածն ես գեներացնում, քո այն մտքերը որ քեզ դուր է գալի դա ես գեներացնում։ Դա ավելի է դարքիրա։ Նայեք, եկա գերեվեն հիմնական թեմաներից մեկին, որ շատ ուզում եմ ձեր հետ խոսամ։ Դուք են քիչ մարկանց եք, որ ինձ թվում է, ամենայն դեպս ես որպես աուդիտորիա լսող տենց եմ զգում, որ ինչ մտքներդ գալիս է ասում եք։ Ու այդ շատ լավ է իմ կարծիքով։ Մեկ ինձ զսպում եմ իհարկե, որովհետև եթե բերանս ավելի շատ բացեմ, մի քիչ ավելի աուդիտորիաս կնեղվի։ Հա, ասենք միևնույն չափ ու սահման կա։ Բայց ինչ է կան։ Որ չանեք ինչ կլինի։ Բողմա կընկնեմ։ Այդ է զսպում։ Ես շատ եմ սիրում։ Գիտեմ որ այն քրիտիկական տարի 20-ը է արգե, ասենք, սրտի կատված ստանալու, արդեն 60-ն անց եմ։ Բայց եթե ես այդ տենց փակմարտ լինեի, ոնց որ այդ դուք ասացիք մինչև այս ոդկասթը որ դուք փակմարտ եք։ Եթե ես այտենց լինեի, ես երևի թե չդիմանայի։ Դե դու ուժեղ տղա ես, ես գիտեմ որ կդիմանաս կամ երևի թե սենյակ ունես, բացում ես գնում ընդ հայհոյում փակում ես միմս կամ այտենց այդքան բան։ Հա։ Իսկ ինչն է ամենաշատ միշտ ձեզ ցավացրել, որի մասին չեք կարող չխոսակ։ Ցավացել է, երբ որ դե իհարկե համացանցից խոսենք, որովհետև թատրոնում ուժման չի ցավալ։ Թատրոնում ցավացել է, որ կարող է ես կաշմար ունեմ մի հատ, երազում ես որ դուրս եմ գալի մարդ չկա։ Բոլոր դերասանները ունեն իրենց կաշմարները։ Կամ դուրս ես գալի տեքստը մոռանում ես, տեքստը մոռացել ես։ Կամ դուրս ես գալի ուրիշի ներկայացման մեջ ես, այդտենց մի քանի հատ կաշմար ունեն։ Բայց դա ռեալ կաշմարներ չեն, դա ուղղակի տենց։ Այսօր բիզնեսի ամենաթանկ արժույթը տվյալներն են։ Իսկ դրանց անվտանգությունը սկսվում է հուսալի տվյալների կենտրոնից։ Մեր ոդկասթի գործընկեր Arc Group ընկերությունը նախագծում եւ կառուցում է տվյալների կենտրոններ, համաձայն միջազգային ստանդարտների, ապահովելով անխափան աշխատանք, բարձր անվտանգություն եւ ինժեներական ճշգրտություն։ Arc Group-ը կկառուցի ձեր թվային ակտիվների ամրոցը։ Եթե դուք ներդրում եք կատարում ձեր տվյալների կառավարման մեջ, դուք ներդրում եք կատարում ձեր բիզնեսի ապագայի մեջ։ Arc Group, հիմքը վստահություն է, ապագան տվյալներ։ Իսկ համացանցում ինձ ահա որ ջղայնացնում է եւ այդտեղը որ ուզում եմ բերանս 6-ը 8-ի վրա բացեմ եւ ամեն ինչ ասեմ, ինչ որ մտածում եմ, երբ որ ինձ վերագրում են ինչ որ քաղաքական լագերի, այ դա սարսափելի է, որովհետև հասկանում ես, որ դու խոսում ես պատի հետ։ Այսինքն դու շատ լուրջ քո մտածածով վերլուծություն ես անում, ինչ որ ասում ես, սենսա լավն էլ ես ասում, վատն ասում, ինքը ծարու թեթևա անում, ասում ուրեմն սա սերժական է։ Տակ գրում չէ, ատեստում չէ սարա, սա նիկոլական է։ Հասկանում ես։ Ու տենց եզեր ենքան կան, այ դա ինձ իհարկե սարսափելի վշտացնում է, որովհետև մարդ չի կարա ունենա մի կարծիք ու ամբողջ կյանքը նույն կարծիքի վրա մնա, մարդ փոխվում է, հա։ Ոչ թե մարդը փոխվում, այլ Հայաստանն է փոխվում, միջավայրն է փոխվում, եւ քեզ դասում են ինչ-որ միտեղ, այ դա իհարկե ջղայնացնում է շատ։ Հա։ Ու հասկանում եմ, որ դա լուծելի հարց չի, էդ էլ է վատ։ Ինչի, որտեղ ամեն ինչ քաղաքականացվել է։ Չէ, որտեղ մարդ եթե ապուշ է, ինքը ապուշ է մնում։ Ես հասկանում եմ, որ մարդ ապուշ սռում է։ Պրոբլեմը ավելի խորտ է։ Մարդ ապուշ, ախր ես ավելի քան համոզված եմ մարդ տենց ծնվում։ Ես դասիրակության չեմ հավատում։ Որտեղ կարող է լինի անդասերակ, կարող է լինի անգրագետ, բայց ներքուստ ունենա բան տակտի զգացում, մուդրոստ, վայս, բան իմաստություն, հա։ Իմաստություն ունենա։ Այդ դա կարող է անգրագետ մարդ ունենա, բայց եթե դա չունի, դա դաստիարակության բան չի։ Դա է ավան։ Ու ես այդ հաշտվել եմ, ասեմ, հա դա ես մարդը սենց է, ջայնամ թող մտածի, չեմ էլ պատասխանում ես։ Բայց կարող քաղաքականացնում են, որտեվ այն ժամանակ որ կուսակցությունը բացեցիք,
Քաղաքացիական ակտիվ քայլը։ Չէ, դա այդ քայլը քաքը այսպես ասած, հա, բացի դու ասեր առաջ, չասես, եկել է եթերաս բակ։ Դա բան ակցիա էր, արտիստական ակցիա էր, շատ հաջողված, իդեպ բոլոր մեր արտիստական։ Ես էլ իմ քաքը շատ սիրում։ Դա այսպես ասած բոլոր արտիստական ակցիաներից ամենա հաջողվածն է։ Ու անկախ ինձանից չեմ ասի թե ես մտածել էի, հաշվարկել էի, բան չէ։ Բայց տենց ստացվեց ուղղակի։ Գիտեք, բոլոր արվեստի գործերը երբեք չգիտես թե ինչ կլինի։ Դա էլ արվեստի գործ, դա բանա, ակցիա է, հա։ Ու դու չգիտես դե ինչ կլինի, բայց տեսնում ես, որ կրակեցիր։ Ու ես համոզված եմ։ Ասենք պլանավորված չի։ Չէ, պլանավորված չի։ Ճիշտ, եթե տրամադրությունը բռնում ես։ Անհամեսլի բան ասեմ, Մոցարտը որ գրում էր համ բանը, համ ռեկվիեմը, համ իր բանը, Magic Flute-ը որ կա, այդ օպերան Волшебная флейта, հա։ Ինքը չգիտեր, որ ինքը ռեկվիեմը գրել է պատվերով, իսկ են գրել է իր համար, բայց մի սաղ գիտեն ռեկվիեմը, ասենք են օպերան մի քիչ ավելի քիչ գիտեն, քան թե են։ Ու արվեստում ընդհանրապես դա օրենք է, ասենք դու երբեք չգիտես, որ դու ինչ-որ մի բան կանես, ու դա խփելու է 100%, երբեք, դա անգամ այն ինչ որ դու համոզված ես, որ 100% է խփելու, չի խփում։ Պարզվում է որ կարելի չխփի։ Իսկ այն որ ուղղակի արել ես որ տենց է, ուղղակի տղեկով նստեցինք, խնդացինք ես ու Արմասուրին, այլ մի եշություններ դուրս տվին, մեկ է տեսենք։ Ես եկել էի պապայիս հողավորմանը, այստեղ ԱՄՆ պապայիս ԱՄՆ-ում։ Այո։ Եվ դե տենց բավական տխուր է տում 7-8 օրից վերադառնում եմ Երևան, ոչ Facebook-ը բացե, ոչ իմ մեկ էլ տեսնեմ այդտե մի շուխուր, ասում մեծացող, մեուրախություն, ինձ դիմավորում են, ասա առնվազն Պոլ Մակարթիների չել բանն, ասենք, Զվարթնոց, ես իսկապես վախ, այդտես սենց եղավ, ասես, արա գիտես ինչ է սա, արա ինչ եմ արել, դու մի ասա, ես այդ ինտերվյուները տվեմ, գնացել եմ, ու եկել եմ, իհարկե դա անսպասելի էր, բայց շատ լավ ակցիա էր, շատ ուրախ եմ դրա համար։ Բայց ինչի է տարածիկ, ինչ է գովասեք դրան։ Դե ուզում էի փչացնել ուղղակի այդ process-ը, քաղաքական process-ը։ Փչացած չէր մինչև այդ։ Չէ, ես փչացրեցի, որտեղ համընդդիմությունն էր փչացել, մեզանից ձայներ է ստանում, համընդդիմություն է, կարելի ասել։ Բայց այս ընտրությունները ինչ եք ուզում անել։ Չէ։ Այսինքն մի անգամվա ակցիա էր։ Գիտես, մի անգամ էլ եմ պատասխանել այդ հարցին, երբ որ տանը մեռել է դրած։ Չես կամ կատակես։ Չես կամ ինչ անել։ Կատակես։ Հա, այդ մեռելը ով է։ Այդ մեռելը մեր քաղաքական դաշտը 44 օրվա այս քաղաքականության հետևանքը այս 30 տարվա բերեց դրան։ Եվ հիմա կատակել այդ դաշտում, ասենք, չի ստացվում։ Ուզում ես միայն հայհոյես։ Արի փոխանք թեման, էլի։ Տխուր բաներից են խոսում։ Եկեք ձեր սիրած թեմայից խոսանք, թատրոնից։ Ուրեմն ոնց սկսվեց 1964 թվականին ծխական դպրոցում։ Պետրոս Ադամյանի հետ, եկեք խոսենք։ Ոնց որոշեցիք որ ուզում եք դերասան դառնալ։ Ոչ մի բան չի ստացվում մոտս բացի դա։ Այդ հիմա լուրջ եք ասում։ Լուրջ եմ ասում։ Դեպի ես շատ դիվերսիֆիկացված մարդ եմ, հա, ասենք, մեղվապահությունից բռնած վերջացած ասենք, ամեն ինչ փորձել եմ։ Բայց այդ միակ բանն է, որ ես ճիշտ էլի ճիշտ տեղ եմ ընկել։ Ես չգիտեի որ դա տենց է, որ դա լավ է ալել, որովհետև ես իմ բնույթով ինձ ոչինչ չեմ ներկայացնում։ Ես ուղղակի բան եմ, փոխանցող եմ։ Հա։ Ասենք ես փոխանցում եմ այն մտքերը, որից դուր է գալիս։ Ես գեներացնում եմ այն մտքերը, որ համարում եմ, որ նրանք կարևոր են։ Ես ինքս միտք չեմ ծնում։ Այսինքն սինթեզում եք։ Սինթեզում եմ, այո, ինձանով հասկացնում եմ եւ տալիս եմ մարդկանց, ահա։ Դա միակ տեղն է, որ ես կարող եմ դա սինթեզել եւ տալ, այլ ձև չեմ կարող։ Ու ինչ է, գիրքել եմ գրել բան, բայց ես ասած բան ասենք 500 հոգի կարդաց է։ Բայց դա
Կինոն էլ չէ, կինոյում իհարկե մենք կինո չունենք, ասենք Հայաստանում, տենց որ ասենք հայ տես մի դեր եմ նկարվել, որ չէ, սերիալներ բաներ տենց թեթև։ Բայց թատրոնը ես համարում եմ, որ ես համ ստենդափներս, համ ներկայացումներս, ես գեներացրել եմ այն մտքերը, որ ինձ հարազատ են, որ կուզեի, որ մարդիկ տես մտածեին, կուզեի, որ նրանք լսեին դա։ Եվ դա միակ դաշտն է, որ ես կարող եմ դա անել։ Այն մնացած դաշտերում չեմ կարող անեմ։ Իսկ մարդիկ կան, որ ասում են, օրինակ, երբ որ այդ բարդ թեմաների մասին հումորով խոսում ես, ոնց որ թեման արժե զրկում ես։ Չէ, տենց հիմար մարդիկ չունեն կողքը ես։ Ճիշտ ասած։ Ես այդ մտքի հետ համաձայն չեմ, որովհետև սովորաբար շատ դժվար թեմաները հենց լավ ստենդափ կոմիկները կամ դերասաններն են կարողանում խոսան իր մասին։ Ավելի հեշտ են մատուցում ուղղակի այդ ամենը, ձևերից մեկն է, հիմա չեմ կարող ասել, որ Շեքսպիրը տամփան կոմեդիաներ գրել, որ ասենք իր մտքերը փոխանցեր։ Չէ։ Այն կա էսել կա, այնպես չի որ ես մենակ կոմեդիան եմ, որովհետև վերջի երկու ներկայացումս տարինց քեզ հետը Էվեն Լորուձորն է, բացարձակ տենց ասենք տրագիկոմեդիա են, ծիծաղելի չեն։ Բայց մարդկային հարաբերությունների մասին է։ Ոնց որ կյանքի վերջում ինձ այդ ավելի հետաքրքիր։ Փոխվեցիք ժամանակի ընթացքում։ Փոխվեցի էլ, չփոխվեցի, ուղղակի մի քիչ ավելի ինձ իրավունք վերապահեցի դրա մասին էլ խոսեմ։ Ասենք եկեք որ երիտասարդը դուս ա գալի։ Խոսում ակին տրամատ հարաբերությունների մասին, ընտանիքի մասին, բան նայում ես աղջիկը խոսում է, ոչ սիրարվել է, ոչ տղամարդ ա ունեցել, ոչ աբորտ արել, ոչ բաժանվել է, ոչ մի բան չի արել, բայց խոսում ունես դու կամ տղեն, ասում դա տղա ջան, լուրջ ես ասում, դու իմ ինչ ասում ես, դու հիմա ինչ գիտես, որ խոսում ես դրա մասին։ Ես արդեն կարամ խոսեմ դրա մասին, ես այդ ամեն ինչ անցել եմ։ Եվ ոչ թե գիտեմ, այլ գիտեմ, որ կան ես մտքերը, եւ այս մտքերը ես ուզում եմ փոխանցեմ։ Ինձ հետաքրքիր է, որ ինձ հասկանան, որ լսեն, որ իրանց մոտ բան շարժվի ինչ որ։ Իմաստը դա էլի թատրոնի մի խոսքով ինձ համար, հա։ Հա։ Ինտերիերի դիզայնը միայն գեղեցկության մասին չէ, այլ գրագետ մտածված միջավայրերի։ Ըստ վերջին հետազոտության տվյալների, մարդիկ իրենց ժամանակի 90%-ը անց են կացնում փակ տարածքներում, աշխատանքի վայրում, տանը կամ օրինակ սրճարանում։ Այդ իսկ պատճառով ճիշտ մտածված միջավայրը անմիջական ազդեցություն ունի մեր մտածելակերպի, մեր մտածողության, զգացողությունների եւ ապրելակերպի վրա։ Լավ ճարտարապետության ու դիզայնի շնորհիվ մարդն ավելի արդյունավետ է դառնում, հանգիստ եւ լիարժեք։ Մեր գործընկեր Futurist Architects-ն արդեն 17 տարի է նախագծում է տարածքներ, որոնք բարձրացնում են կյանքի որակը, համադրելով էսթետիկան, ֆունկցիոնալությունը եւ մարդու հոգեբանությունը։ Futurist Architects կերտելով ապրելակերպ։ Իսկ այդ վերջին ներկայացման մեջ ամենակարևոր մտքերը, որ ուզում եք հասցնեիք, որն է։ Երկու բան կասեմ ու կասնենք առաջ չնմանվի, որ անեկդոտի իմաստը դու պատմում ես, էլ մարդ անեկդոտը չի լսել, բայց պատմում ես իրա, որ պիտի խնդա։ Այնքան որ դա սպոյլ չանենք, էլի։ Դա վերջին ներկայացումը ինձ տվել է, ինձ տվել են հոգեբան ընկերն է տվել, кейսեր է տվել, հոգեբանական, դատաքննության, որտեղ որ ինքը մասնակցել է։ Եվ որոշ պաշտպանել է կամ չի պաշտպանել, եզրակացություն է տվել հոգեբանական այս կամ այն գործի 3 հատ գործ է, այսինքն 2 հատ գործ է, երրորդը իմ անձնականն է, որի հիման վրա ես արեցի ներկայացում, կարող կոչվում է տար ինձ քեզ հետ, այդպես կոչեցինք ներկայացումը, եւ այնտեղ չեմ ասել թե մի միտք կա, որ ուզեցել եմ ես փոխանցեմ, ես ուզեցել եմ ցույց տամ ռեալ կյանքը, որ այսպիսի բաներ կա, այնտեղ խոսում եմ այնպիսի բաների մասին, որ այնքան էլ չի խոսվում, եւ իհարկե իմ պոզիցիան որպես արտիստի կա, որ ինձ թվում է ճիշտը սա է։ Ընտանեկան բռնություն եւ մի բռնությունը կնոջ հանդեպ էր, մյուս բռնությունը տղամարդու հանդեպ էր, որովհետեւ շատ որ խոսացնես, ասենք մենակ կանայք են բռնության ենթարկվում, իսկ կանանց ուղղակի ծեծում են դրա մասին իմանում ենք։ Իսկ այն որ տղամարդկանց ասենք տոկոս չեմ ասի, բայց մեծ մասը մահանում է ինֆարկտից,
դրա մասին խոսում, հա դե որև ծխում է, խմում է, հիմարություններ են խոսում իրականում։ Չէ, տղամարդը գտնվում է շատ լուրջ հոգեբանական պրեսինգի տակ, շատ լուրջ։ Կանանց կողմից։ Այո, կանանց եւ ընտանիքի հասարակության։ Հասարակության ուրիշ Տղամարդը պիտի պաշտպանի, տղամարդը մի բան ասելա, վերջ կրակն ընկավ պիտի անփամանանի իր արած տղամարդը խոսքս տվե դու չհասկացա։ Կանիկը կացի ոչինչ տղամ, չէ՞։ Տղամարդը պիտի չխնդա ամենտեղ բերանդ բացելս տղա, դու քիչ լուրջ բայ, չէ՞։ Տղամ լաց, ինչի՞ լացը բալի ջան, տղա դու պիտի չլացես։ Տղա պիտի փող բերես, տղա պիտի պաշտպանես, տղա ոնց կապած շուն ունի տղեն, հասկանում ես։ Դրա մասին մարդ չի խոսում։ Ես հասկանում եմ, որ տղեն էլ մի բան չի եւ միակ իր ուժը դա ֆիզիկական բռի ուժն է եւ այդ բռի ուժն է ինքը օգտագործում, որովհետեւ իրականում են բոլոր ամեն ինչում թույլ է, հա, եւ մնում է միայն բիլակի ուժը, ու ստված կգան ծեծել, կամ երեխեքին ծեծել։ Ну այ իմ ներկայացումներից այդ բաներից մեկը երապատումը։ Այդ դրա մասին է, որ տղամարդն է մարդ։ Հա։ Եվ հոգեբանական ստրեսին դիմանալը ամենևին ավելի հեշտ չի, քան թե ֆիզիկականին։ Ֆիզիկականը կարաս աթոռտած գլխին ու սպանած քիչ կնի կա, որ սպանել է տղամարդուն ու լավ է արել։ Ու ներեցեք իհարկե, որոցում լավ է արել։ Դեպքեր լսել ենք։ Հա։ Ու տղամարդը կա, որ իրակ իմ ներկայացման մեջ կնոջը սպանում է կաբլուկով։ Այնքան է տալի, մինչև արնակաման, բայց դատարանը իրան արդարացնում է։ Եվ քանի տես տղամարդ կա, որը որ ուզում է դա անի, բայց չի անում, տարբեր, որտեղ ավելի ուժեղական տես մենք։ Ու մենք չենք խոսում դրա մասին։ Մենք խոսում ենք միայն կնոջ բռնությունից, բայց ընդհանրապես մեր մոտ այդ կին տղամարդ հարաբերությունը ծուռ է։ Ինչի՞։ Սխալ է։ Ինչերն է սխալ։ Ես ինչ 17-րդ դարի բանա, մոտեցումներ են։ Մեր մոտ Հայաստան թե Հայաստանում եմ ես ասում, ինձ աշխարհը չի հետաքրքրում։ Աշխարհում էլ մի բան չի, բայց Հայաստանն եմ ասում։ Կինը կթուկովա որ պիտի ծնի, տղամարդը բանու եզա որ պիտի բանի։ Մի քիչ փոխվել է անշուշտ, կամած, բայց փոխվել է ֆիզիկապես մարդկանց ուղեղներում նույնն է։ Միևնույն է ընկինը որ մինիստր է, մեկը գալիս է տուն ճաշ է եպում։ Հա, մեկը պիտի տղամարդու տունը մաքրել լինի։ Վերնաշապիկը պետք է հարթուկի։ Ես դեմ չեմ, պիտի ինչո՞մ եկը պիտի արտուկի թե ոչ։ Հա։ Բայց այդ հարաբերությունները, ասենքն մենտալ չեն փոխվել, իսկ ֆիզիկապես գնում ենք առաջ։ Գիտես ինչ, ոնց որ ինձ ես iPhone եմ արել 17, բայց ֆունկցիաների կեսը չգիտեմ։ Առնեմ կամերայի համար, բլոգիս համար կարևոր է։ Դա չի Sony Ericsson կպահեի բանով են, lift, ասենք այնքան որ համար հավաքեր։ Ու մեսիջել 2 բառ ես գրում, չես գրում ես իմիջ, որ 3 տող գրում էր բրծնում էր, չէ՞։ 120 տարի ինչ էր։ Առաջ է գնում, դու չես հասցնում։ Նույնն էլ է դա մեր հարաբերությունները, աշխարհը առաջ է գնում արդեն։ Շուտով արդեն, ասեմ ինչ ասեմ, շուտով դու տղամարդել պարչի տղամարդա թե չէ, կարա կին դառնա, երեխա բերի, բան, բայց մեզ մոտ հələ մնացել է այն արխեիկ մտածելակերպն է մնացել։ Ու իմ ներկայացները մեծ մասը դրա մասին են։ Ես այդ թեմաներն եմ բարձրացնում, ինձ դա է հետաքրքիր։ Հա, հետաքրքիր է։ Այդ մի հատ Քրիս Ռոքը մի հատ լավ ստենդափներից մեկի մեջ մի հատ տենց կտոր ունի, լավ հիշվել էր մոտս, ասում է առանց ոչ մի նախապայմանի սիրում են կանանց, երեխեքին ու շներին։ Տղամարդը անպայման պետք է մի բան անի։ Հա, ոնց որ շունն առանց նախապայմանի սիրում քեզ, ասենք, չէ, ասենք, սիրում ով վերջ, ասենք, նույնն է տղամարդը տես պիտի լինի։ Դա իրականում բարդ թեմաներ են եւ այդ թեմաները պետք է ծամծմել, պետք է խոսել դրա մասին։ Իսկ աուդիտորիան ո՞նց ընդունեց այդ ներկայացումը։ Շատ լավ։ Հա, շատ լավ։ Ուզվել էին բոլորը Երևանում էլ պրեմիեր անարեցի 3-4 ներկայացում։ հաջորդը երբ, հա։ Նոր տարուց հետո Երևանում։ Հա։ Էլի, հա։ Հետո մայիսին էլի որ գա, մայիսի վերջում բամի ընդեղ պիտի էլի պիտի խաղամ, ու դե ընդհանրապես 3 անգամ խաղացել։ Հա։ Դալիշներն ճակում էր տեղ չկար, ասեմ մի հատ էլի խաղամ մի 3 հատ իհարկե։ Որ դրա պահանջը կա։ Դե երևի ինչ որ բոլորին անհանգստացնող ցավ եք կպել էլի։ Հա, պատկերացրում
Դժվար է, Ես իրական դժվար է հարաբերությունները, եթե այդպես ազնիվ են կլնում կին տղամարդ ընտանիք կառուցել, այդ ամեն ինչը շատ դժվար է։ Դժվար է, այս ին վերջի ավելի լուրջ դրա մասին է։ Իդեպ այդ տենց ավելի լուրջերը բաները YouTube-ի սալիկ ավելի քիչ են նայում, քան թե Նիկոլա Փաշինյանը, Քոչարյանը, Սերժը, բան այդ տենց բաներ, որ ասում ես, դաժե keywords-ներ են դրանք, էլի, միանգամից նայում են։ Իսկ որ գրում ես հարաբերություններ, բռնություն, ընտանիք, բաման, տենց դա կարամի 10-15 հազար նայեն, էլի։ Բայց դա էլ լուրջ է, Էլի լա, հա լուրջ է, բայց 100,000-ից ավել է, որ միշտ ուզում ես գոնե մի կեսը նայի, էլի։ Հա։ Դե թեմաներ կա, որ ես նկատել եմ, որ թեմաներ կա, մարդիկ չեն ուզում դրա մասին մտածեն, ոնց որ ապրում ենք իներցիայով, գնում է, լավ է, խի խորանանք, խի կպնենք, Դա մարդկային ամբողջ աշխարհում տենց է, պետք չի մարդկանց մեղադրել։ Չէ, մեղադրել չի։ Շատ բաներ իներցիայով են կանում։ Հա, նորմալ է, առավոտ զարթնում եմ, մենք հոп հեռախոսին։ Հետո ես զուգահեռ նոր զարթնում եմ, որ վայ, արդեն եկել է հասել եմ ստե։ Առավոտա չի, ասենք իներցիայով ագի բան ես արել, բայց արդեն նասկի թակել ես, կոշիկը թակել ես, հեռախոսը նայել ես, գնացիր ատամներ լվացա, նոր զարթնեցիր։ Նորմալ է, մարդկային է։ Դրա համար փոքր սովորությունները, որ փոխում ես, կյանքի վրա շատ մեծ ազդեցություն է տալիս, որովհետև չենք պատկերացնում ինչքան բան մենք իներցիայով ենք անում։ Իներցիայով ենք անում, այո։ Ու դա կոչվում է քո աճը, այսպես ասած, հա, ասենք մարդը ամբողջ կյանք երևի թե պիտի աճի, չգիտեմ, ինչ սա աճում, բայց դե աշխատում եմ աճացնեմ։ Բայց ինչը պետք է ձեր կարծիքով մարդու նպատակը լինի։ Նպատակ չկա։ Չկա։ Օրինակ որ անձնական աճը չի կարա նպատակը Չէ, դա նպատակ չի, դա ուտելու նման բան է։ Իսկ ոնց որ ասում են բանը, ոնց որ ասում են բանը, կրթություն նորաձև է, նորաձև չի, անհրաժեշտ է։ Նորաձևը ո՞րն է։ Հա, դա շատ անիմաստ նարատիվ է։ Կրթություն նորայա լուրջ ես ասում։ Նորաձևը նասկին է, սիրուն նասկին կան նորաձև լինի։ Ոնց կա կրթություն նորաձև։ Նույնն էլ է դա աճը լինի նպատակ, չէ։ Նպատակ կյանքում կան մի քանի նպատակներ, երախուն ես մեծացնում ենք, տեսես ինչ անում։ Չէ, գնացել ես ժիմ ուզում ես բիլակը վիզիտ հաստանալ, նպատակ այն շուտ։ Բայց նպատակ կյանքի այնչի համար ես դու ապրում, ես չեմ սիրում այդ հարցերը։ Երևի թե հիմար եմ չեմ ուզում պատասխանեմ այդ հարցերին։ Ես ինչի համար ես ապրում, ո՞ն։ Ածանվել ես, չապրես։ Չէ, դե պետք է ապրես, բայց ոնց որ մարդիկ ինչ-որ նպատակներ են ման գալիս, իրանց արածները արդարացնելու կամ ինչ-որ ձև մոտիվացվելու։ Կյանքի ընթացքում փոխվում է, չկա մի հատ գեներալնի նպատակ, որ պետք է հասնես դրան, բայց ես մանր չունեմ։ Ամեն պերիոդ իր կյանքի ունի իր նպատակ։ Աննպատակ չես ապրում, բայց որ ասես այ դու ծնվել ես, որ այս բանը անես, չգիտեմ, Մոցարտը չեմ, որը ծնվել եմ, որ այս բանը անեմ։ Բայց խեք տենց համարում։ Խեմ ինչ։ Խեք տենց համարում։ Լավ եմ անում։ Չէ, հետաքրքիր է։ Հեշտ է։ Հեշտ է։ Մեկ, երկրորդը ես այտենց հավակնոտ չեմ կյանքի նկատմամբ։ Ես իմ հանդեպ եմ հավակնոտ, ասենք, ուզում եմ այս բան անեմ, այն բան անեմ, բայց որ ես պիտի մարդկությունը փրկեմ, ես միշտ վախեցել եմ դες մարդկանցից։ Ուզում եմ մարդկությունը փրկի, ազգը փրկի։ Ինչքան քիչ ես ազգը փրկում, այնքան շատ շանս ունի այդ ազգը գոյատևելու, փրկվելու, հա։ Այսքան փրկիչները քիչ են, այնքան լավ։ Հա, բահավոր է, ոնց որ ասենք, այդ ինչ սաղ փրկում են, սաղ ինչ որ նպատակներ են դրել, դու գիտես, էսի սենց պետք է արվի, աղբեջան թողեք ապրենք։ Ամենքը ձեր գործը արեք, ես ամոնում ես լավ եմ անում գործը։ Այդտեղ շատ անհամեստ եմ այդ հարցում ես։ Ու ոչ է դրա համար, որ ասենք ամեն մեկ կարող նկարվի հետս դուսը, չէ, դա ասենք յուրաքանչյուր ասենք լուրեր վարողներ կարող են ճանաչեն նկարվեին, այդ չի կարևորը։ Բայց ինչ որ ես անում եմ, ասենք, թատրոնում ինչ որ անում եմ, դա ես շատ լավ եմ անում, դրան ծավալ ես չեմ ուզում, չեմ էլ կարող անեմ, չեմ էլ մտածում անեմ։ Հա։ Բայց թատրոնը, չգիտեմ, այդ ամեն ինչ այդ արվեստը որ ստեղծվում է, նպատակով է, չէ՞ ինչ որ ստեղծվում։ Որ դուք էլ ասում եք, որ ես այդ անում եմ, որտեվ այդ եթե չասեմ, սիրտս կկանգնի։ Չէ, այդ ես դա ոչ թե նպատակով է ստեղծում, այլ արվում է, որտեվ չես կարող չանել։ Այդ նույնն է, որ դու ուտում ես, որ սովից չմեռնա։ Չէ, ուտում ես, որ ուզում ես, ուտում ես։ Դու այդ ուտելու վաղ չես մտածում, որ դի սովից մեռնես կամ չմեռնես։ Հա, իրականում որ չուտես, մի օր կմեռնես։ Հա։
Դույնն է դա, ես բայց դու ուտում ես, որը ուզում ես ուտես։ Եվ ուտելուց չես մտածում, այսա այսքան կալորիա կա, այսա պետք է օ, սա չեմ ուտի, օ չէ, այդ րոպեին ինչ որ ուզում ուտում ես, դույնն է սա։ Ես ուզում եմ ներկայացում, անում եմ, նպատակին իհարկե ծառայում է։ Հա։ Ինչ եմ հարցնում, որտեղ մենք ընկերներից մեկի հետ հենց այս թեմայով էս վերջերս երկար խոսում ենք, եկի երաժիշտը ասում եմ կապ չունի, ես փող կաշխատեմ, չեմ աշխատում, եթե ես չանեմ, երաժշտությունը իմ մեջ չանեմ, ես չեմ լինի։ Ճիշտ է ասում, այդ ձեր ընկերոջ ճակատը պաչեմ ես։ Իրականում տենց է։ Որովհետև ու շատ քիչ բնակչության շատ քիչ մասն է, որ այդպես է ապրում, որը բնակչության մեծ մասը հիմա գործի գալիս է տուն, գործի գալիս է տուն, նպատակը փող աշխատելն է, դիվանին պարկելն է, որ լավ պարկի, լավ անգստանա, որ վաղ ելնա փող աշխատի։ Իմ մոտ այդ նպատակը չի եղել ի սկզբանե երբեք։ Ես ալեմ ինչ որ ես ուզել եմ, ինչ որ ինձ երջանկություն ա բերում։ Ես դրանով եմ երջանիկ, որ ես արել եմ, ես իմ անում ստենդափ եմ անում ու ջազ եմ երգում, որոշեցի երգել։ Հիմա եթե նստեի ծանոթ հետևանեի չէ, ես նոտա չգիտեմ, ես երգիչ չեմ, ոնց Ռեյ Չարլզին ցանց ավել լավ երգում, ես ինչ երգող չես երգի։ Հա։ Բայց ես դա ուզում եմ անել։ Ինձ դա դուր է գալի եւ ինձ կողքիններս հավատալի մոտ սա պրոֆեսիոնալ երաժիշտներ են, սա կամ ստեր համալսարան ավարտել բանը, երաժշտական կամ կոնսերվատորիա են ավարտել։ Ու ինձ դիլետանտի հետ իրանք ուրախ երգում, որովհետեւ ես ուրախ եմ, իրանք են ուրախ։ Որովհետև մենք կարող ոչ նրան ու կոպեկներ ենք ստանում իրականում։ 6-7 հոգի, 6 հոգի բեմում, ասենք 60 հոգանոց դալիճ, այդ ի՞նչ պետք է ստանաս։ Շատ քիչ։ Բայց գիտեք ինչ հաճույքով ենք անում մենք դա։ Բայց դա կայֆը դրանում է կյանքը, բայց կայֆ չի։ Կայֆ է։ Բայց դա կայֆ։ Հիմա դու սա անում ես, միլիոններ ես ստանում։ Չէ, ես անում եմ, որովհետև ես ուզում եմ մարդկանց հետ զրուցել։ Ես վաղուց եմ հետևե սթից view-եր ունեիր։ Հա, մեկա։ 2000 մարդներ պետք կակայր քեզ համար։ Բայց դու կայֆով անում ես դա։ Հիմա տես ինչ ես դառել արդեն։ Արդեն օլիգարխ է, այսպես ասած։ Արդեն ոդքասթի վարպետ է։ Չէ, դու արդեն տես գործ տարաճա։ Չէ, դե բայց ես միշտ է տարել եմ, որտեղ ուզեցել եմ անում։ Բայց փող էլ բերես, չէ։ Դե ինչու՞ փող բերես, չեմ ասում միլիոնատեր դառնալ։ Բայց ոչ մի դե սկսեց իր ծախսերը փակի։ Ահա, ծախսերը փակում է, այն վաղտե մի ծախսել ավել կփակի։ Ու քեզ լավ կզգաս, ու բան։ Հա, միանշան։ Հետո քեզ պսակիլ տենք մի օր, Չէ, այդ թեման ես հաուզում եմ գտնել, որտեղ մարդիկ մտածում են, որ ինչ անես, պետք է պարտադիր փող աշխատես։ Պարտադիր պիտի փող աշխատես, հասկացանք, բայց չես կարա զզվելով փող աշխատես։ Այն օլիգարխը, որ լիքը փող ունի, ինքը հաճույքով է։ Ես քեզ լուրջ եմ ասում, ես չեմ ասում անունները ասեմ, բայց այդ մարդը օլիգարխ է, փող ունի, բայց մեծ շոկ է քաշտվել սախ։ Մի վաղ իր խանութի համար մեր շոկները ինքն է քաշտում։ Դե այդպես շատ են գիտենք։ Շատ են գիտենք, էլի մանները չասենք, որովհետև առանձնապես մի զարգացած մարդիկ չեն կարող վատը զգան իրանք, որ ժամանակին մեր շոկ են կա։ Իսկ ես ուրախ եմ, որ մազի թատրոնում ես 2 տարի բեմի բանվոր եմ աշխատել։ Ու երբեք չեմ ամաչե դրանից։ Միայն բանը հպարտ եմ, որ թատրոնում լյուբոյ գործ կա ես գիտեմ։ Պապիե մաշինից բռնած, լույսից վերջացած, զվուկից վերջացած, բանը, այս բանը կախեմ, այս բանը անեմ, եւ դու ես բանվոր եմ եղել 2 տարի։ Ու ոչ ոք չի կասում ես դերասան կարամ դառնամ։ Բայց դառա։ Դու հաց սիրել եմ։ Հա։ Դե հիմա չեմ ասում նպատակ էր, բայց դե եղավ էլի ինչ ասեմ։ Բայց այն ժամանակ ոնց եկնե երազանք էր, հա, դերասան դառնալը։ Լսի չէ։ Բայց ինչ էր, ես երազանք էր, հա, բայց ես երբեք չեմ ունեցել։ Այ ես դառնամ սրա նման, այ ես խաղամ այս դերը։ Այդ արքիրա գիտես չեմ, ինձ դու չես ուզում մի լուրջ բառը։ Դրանց հիմար խոսակցություններ են դրանք ամեն ինչը։ Դու չես ուզում, ես չեմ երազի Համլետ խաղալ մեր երբեք։ հա, Չեմ երազա երբեք դուրս գամ եմ ու սաղ տենց երկրպագեն ինձ բան տենց։ Տենց երազանք չի եղել, ուղղակի սիրել եմ, ոնց ասեմ քեզ։ Որ մի կնոջը սիրում ես։ Դու ուղղակի սիրում ես, ուղղակի ուզում ես հետը ըլնես, չէ։ Հետը կողքը մեջը, չգիտեմ, ուզում ես հետը ըլնես, վերջ։ Դու նպատակներ չունես, որ պետք է թակուհի դարձնես, ես ինչ թորներ ունենաս իրան, այդ հիմարությունների մասին չես մտածում, ուզում ես լինել իր հետքով, ոսո մարմինը տա, դու ես։ Անունն է թատրոնը, ես նպատակ չեմ ունեցել, ասենք, դառնամ Հոլիվուդում նկարվեմ ես ինչ, հիմա էլ չունեմ։
Ուղղակի չեմ կարեցի առած, դա կայֆ է իստով է, կայֆ է։ Հա։ Հետո հասկացա ինչի համար, որտեվ ես մի մարդ եմ, որ ասում է դու ով ես։ Մի ասեմ հեր եմ, կասեն դե դա կարգավիճակ է։ Իմ ասեմ մարդ եմ, կասես բիոլոգիական վիճակ է։ Իմ ասեմ քաղաքացի եմ, կասես դե դա քաղաքացիական ինչ որ պատկանելիություն է։ Չէ, ես ինչ որ մի տենց ոնց ասեմ, ինչ որ մի բան եմ, որ անցկացնում է իր մեջով տալիս է ուրիշներին, հա, ոնց ասեմ։ Պրավադնիկ ես էլի։ Հա։ Ու այն միտքը, որից դուր է գալիս, իմ YouTube-ն ալիքներն է տենց աշխատում։ Ես լսում եմ ամեն ինչ որ դուրս գալիս է, տալիս եմ։ Всё, եւ բնականաբար ինձ նով անցկացնելու։ Այսինքն ինչ որ process ունեք, որ ինչ որ ինֆորմացիա եք հավաքագրում, վիդեոներ եք նայում, գրքեր եք կարդում, ու ինչ որ իդեաներ որ հավանեցիք։ Հավանեցի տալիս եմ մարդկանց, որովհետեւ ես ավելի լավ կտամ, ես ավելի լավ կտամ դա։ Քան օրինակ ես։ Չէ, դու քոնն ես տալի։ Քո աուդիտորիան։ Քան թե ասենք ինչ որ քաղաքական գործիչ։ Հա։ Կամ ինչ որ մի գրող, որ ասենք գիրքը գրել է, ասենք 30 հոգի կարդաց, դու հələ 1000 հոգի կարդան։ Բայց կամ ինչ որ հասկանում ես ինչ, այսինքն քո աուդիտորիան շատ է։ Հա, մենակ YouTube-ում 100,000 է, 40,000 Facebook-ում, մի 20,000 Insta-ում, եսիմ ինչ է, ամեն շատ է, չէ, իրական շատ է։ Հա, մեծ քանակություն մարդ։ Ու ասում ես ու լավ է, ու դու տալիս ես դա։ Ես X bit չեմ ստեղծել։ Կարելի ասել։ Հա։ Իսկ որ սոցցանցն եք ամենաշատ սիրում։ Երևի YouTube-ը։ YouTube-ը։ Շատ, հա։ Թեպետ հիմա Insta-ն էլ աճում, որովհետև Insta-ն մեծ մասը ամերիկյան հարթակն է, իսկ դա հետագայում կարող է դա փող լինի։ Հա։ Ռեկլամներ տան, հա։ Շարժվեք տեղներից։ Հա։ Facebook-ը, որ երևի թե ստեղծման առաջի օրվանից ասենք ընդ է, թեպետ շատ զզվելի բաներ կա, բայց գիտես, զտում ես։ Ես հասկանում եմ, որ նա ասում է պրոպագանդան մարդուց ապուշ է դարձնում։ Ոչ, պրոպագանդան ի սկզբանե ապուշների համար է։ Հա, կարող ես հասկանալ, որ նա պրոպագանդա, որ նա չէ։ Հա։ Ну, միշտ չի, որտեվ փորձում են նենց հնարավոր դու չզգաս։ Միշտ մտածում ես, հասկանում ես, էլի, հասկանում ես, ասեն, ինչ-որ ժամանակ անցնում, ջոկում ես, որ ես այդտենց չէ։ Հա, բայց այդ բանը որ պետք է որ աշխատի, մեկ-մեկ աշխատում է։ Անկամ ամենամտածող մարդկանց վրա։ Ես 100% համոզված չլինեմ, ոչ մի բան չեմ ասում։ Կար բաներ, որոնց մասին ինձ հետ չխոսեցի, որովհետև չհասկացա։ Օրինակ։ Չեմ ուզում ասում։ Հմ։ Չեմ կարող ասեմ, որովհետև չգիտեմ, որ ասեմ, կլինի որ ասեցի, երակաս է, էլի։ Հա։ Կասեի ագին վյուք հավաքեի, փող կաշխատեի, ինչի ասեմ։ Դու աշխատես։ Իրականում ես կուզեի ոդքասթ անեի, արել եմ 2 անգամ, բայց ես քո նման բան չեմ, ուժեղ չեմ, հա, այդ հարցում։ Դու ինչ գործեր եմ անում։ Ինչ առումով։ Ну դու կարողացար այդպես դնես ու սկսեցի կաթասներ տարիներով մինչև նրա ոտնով հասել ես Լոս Անջելես։ Հա, հեծանիվով։ Հեծանիվով, հա։ Այսինքն դու դա ես կյանքի տարբեր պերիոդներում արել եմ ոդքասթեր։ Ու միշտ ուզեցել եմ, որ ինչ-որ մի սպոնսոր, ինչ-որ մի բան ինձ կպնի։ Հա։ Ու չի ստացվել, ու երևի չստացվի էլ, որովհետև դու բացի այդ գիտես ինչ կա, եթե անգամ ծախսես կամերաների բաների, դու սկսես էլի կանեմ, փողի համար չի, հետո գիտեմ, որ Նյու Յորքը բերի, բայց չի ստացվել։ Հա։ Չի ստա, բայց շատ հետա ես կմտնես ալիքս, կտեսնես հոգեբանները, բանը խոսում են։ Հաչա ես լսել եմ։ Բավական։ Ինձ դուր էր գալի այդ ձեր Բայց կոնտենտը։ տեսնում ես, ասիկը Այն որ հաց էիք սարքում։ Դրանից հետո աստեղ ես արել եմ 2 կամ 3 ոդքասթ, կմտնես ալիքիս մեջ կտեսնես, այդտեղ կա 2 հոգեբանա, մի հատ պետական աշխատող է ամերիկյան, հա, շատ հետարքի, շատ պետքական ոդքասթներ են դրանք։ Հա։ Պետք են։ Բայց քանի որ նոր ասկսում վյու չունի, սպոնսոր չունի։ Ահա։ Իսկ քանի որ դա ծախսի հետ է կապված, չեմ շարունակում։ Հա։ Այն ես ուղղակի հեռախոսս դնում եմ, հա, իմ ամենամեծ ծախսս հեռախոսն է։ Այդ դա անում եմ, դա ծախս չի ուզում, բանը փողը բերում է։ Իսկ սա ինչ-որ մի բան ուզում է գոնե նախնական։ Դրա համար ասենք մոտս տենց է չստացվեց։ Հետաքրքիր ֆորմատ է։ Իսկապես շատ ուրախ եմ քո ոդքասթի համար, որտեվ դա այս դաշտում միակն է, որը որ լուրջ թեմաների մասին, ամենալուրջը իմ եթերն է այսօր, հա, բայց դե այնց թեմաներ ես բարձրացնում, որը որ շատ կարևոր են, շատ կարևոր մեզ համար,
ու շատ հետաքրքիր են եւ դեռ ու ամենակարևորը գտել ես այն նիշան, այն բանը, որ անպայման չի դու celebrity կանչես, որ view ունենաս։ Այդ դա ամենակարևոր մեր իմ մոդել էր այդ գաղափարը։ Քեզանից եմ գոհացել։ Այնա որ երբ որ դու կանչում ես ինչ-որ մի ճանաչված մարդ, այդ պետք է բրցալում է դրանք։ Ու դա ոդկաստ, դա ինտերվյու է։ Իսկ ոդկաստը այս սա է, երբ որ մարդիկ նստած են խոսում են։ Հա, ու ես ուզում եի անել, ու մոտս այնպես էլ չստա, ասեք ստացված ծրագրեր են, բայց չկարողացա շարունակեմ, ցավոք, ոչինչ, մի օր կստացվի։ Ես բանը, երբ որ սկսում եմ միջև ոդկաստ սկսել շատ եմ լսել ոդկաստ, իմ ամենասիրած ֆորմատն էր։ Ու որ մտա այդ հայտի ոդկասթերները, որ ես լսում էի, իրանց էջերը սկսեցի ուսումնասիրել, երբ որ ուզում էի սկսել։ Տեսա որ չգիտեմ, տարիներ շարունակ այդ մարդիկ շատ քիչ վեր են ունեցել։ Այո, հետո կամաց-կամաց։ Հա, ու այդ ժամանակ հասկացա, որ այս ֆորմատի գաղտնիքը երկարաժամկետ կաթացնելով անելն է։ Ուղղակի ես ոչ այդքան առողջություն ունեմ։ Որ այդքան ժամանակ ունեմ, հա, որ մի 3 տարի էլ ասենք ես դստեմ դրա վրա, այդ դա պետք է ինչ-որ մեկը ձեռս բռնի, կոպիտաս ասի, «Ջամ, ոբշի ոչ դա»։ Դա եթե ուզում եք ես կօգնեմ, вообще խնդիր չկա։ Ինչով կարաս օգնես։ Կազմակերպենք, սաղ դնենք, անենք, պլանավորենք։ Մենք Երևանում ես վերջի անգամ զապրավկում մեկը տեսավ, Սերգեյ ջան, բալև ինչով օգնեմ, ասի կարա զապրավկես անես։ Ահա չէ, ես դեն ասի դե մի խոսա, ինչով օգնեմ ասի։ Չէ, ես կոնկրետ ցուցակ կարամ տամ, ինչով կարամ օգնել, եթե պետք է զապրավկա կանենք։ Լավ կխոսենք հետո։ Իսկ ո՞նց է Լոս Անջելեսում, դուրներ գալիս է։ Դու առաջի անգամ չի որ ստեղ եմ։ Մաման, papan ստեղ են ծերացել, մահացել, քուրս ստեղ ապրել, մի 40 տարի։ Ամբողջ ես Երևան բարեկամներից մենակ տղաս է։ Հա։ Բոլորը Ամերիկայում են։ Այո, բոլորը Ամերիկայում են։ Բա դուք ինչի՞ չեք ստեղ մշտական։ Գնացել եկել եմ, դե մշտական որն է, դե մշտական ինչ կա այս կյանքում։ Են ասի 6 ամիս ստեղ եմ, 4 ամիս ընդեմ, հետո 4 ամիս ընդեմ, 6 ամիս ընդեմ։ Դրա մշտականը որ այդ գիտես այդ էլ է հին մտածելակերպն է որ դա Յորղան դոշակ բողջարին գնացին սաղ ցեղներ Զվարթնոց խանավակել բացում ագնա էդի անցել արդեն մի ասենք բացում ես բայց ես որ տուս չեմ կարող դու ամեն օր խոսում եմ հա ենել բանով վիդեոյով հա ասենք այն որ ասել եմ ես սառջի եմ բանա միշլանկը մի հատ մեզ ոնց որ ընդել եմ ես հա ու չեմ զգում որ ասենք ես ինչ որ մի կոնկրետ տեղ եմ ես միշտ էլ ես ստեղել եմ լավ ընդես տետ ունեմ ընդետ ունեմ ոչ մի խնդիր չկա հա եւ այդ արտագաղթել այդ բանը միգուցե 90-ականներում դա կար միգուցե մեր հայրենակիցները որոնք 30 տարի ստե են եւ զարմացել են այս 2 տարի գնացել են տեսնում որ հյուսիսային պողոտայում դու մի ասա բարձրահարկ շենքեր են իրանց համար դա արտագաղթ է այս սերունդը որ կա էկողների իրանք երկու տեղ են ապրում ես տեղել եմ հարկ տալի Հայաստանում եմ հարկ տալի էլ ինչ արտագաղթ ես աշխատում եմ այնտեղ գնում եմ աշխատում եմ հարկ եմ տալի չէ ինչ որ բան եմ ինչ որ բան ոչ մի բացի մեքենայից բան չեմ ծախել հա ու չեմ էլ պատրաստվում Ահա հետաքրքիր գիրք կա որ նախկին համաշխարհային բանկի տնօրեններ գրել ինքն հենց դրա մասին էր ասում որ արտագաղթի տեսակը փոխվել է իհարկե առաջ եթե մարդիկ գնում էին ու վերջ հիմա մոբիլիթի է մտե արտագաղթի մեջ դու կարողանում ես տարվա մեջ մի քանի տեղ ապրես սահմաններ ամեն ինչ ավելի հասանելի է տեխնոլոգիան էլ ավելի հասանելի է սարքել ես ի վերջո ընտրությունների մեջ էլ ես մասնակցում ինչ արտագաղթ հա ասենք ինչի մասին է խոսքը այդ հին բան կան տենց մի քանի հատ տենց անմիտ բան ունեմ հետևորդում դուել փախարելի դուել գրանենց էլ դարդոտ են ասում էլի դե հիմա չեմ էլ բացատրում ասենք մարդու ինտելեկտը ասենք բայց մի հատ բան էլ եմ նկատել որ այն մարդիկ որ Հայաստանում են հիմնականում բնակվում համարում են որ այդ տենց մեծ առավելություն է մորալ առումով էլի էթիկական առումով առավելություն է ուրիշ հայերի հանդեպ ովքեր արտագաղթել են որովհետև Հայաստանում ապրելը համարվում է հերոսություն հա այդ գաղափարի մասին եմ խոսում
Դե եթե վարչապետը ասում է, որ նալոգ տվողը հերոս է, ինչ ասես։ Անում ես հերոսը։ Մեր ռանկ տալուց տեղը ցավում է։ Ստեղել տամ եղբայր։ Այդպես չի էլի իրական։ Սամաներ չի ճանաչում էլի տալը։ Տալը սամաներ չի ճանաչում։ Ասում ուզում ես տալ տուրը չի ես գնում այրոպորտել անեկդոտի նման ասում տալս գալիս է գնում այրոպորտ դիմավոր է։ Ուզում ես տալ դու քեզ է դու։ Դա փոխվել է այդ ամեն ինչը արդեն։ Հա։ Փոխվել է, հիմա տենց չի, ես հուսամ մի օր սահմաներն չեն լինի արդեն, մի օր, ես չեմ տեսնի իհարկե։ Հեսա կգրեն սորոսական եք ուրեմն։ Այլ ախպորպես։ Մի օր այս ամեն ինչը պիտի, օրինակ ո՞նց է Եվրոպայում։ Ինչի համար ընդ է կարա լինի մի հատ կաֆե, որ դե ասենք կեսը այն երկիրն է, կեսը երկիրն է, մեջտեղը չեմ հիշում որներ, բայց տես կաֆեներ։ Դե ճիշտ է, մեր շրջապատը բավական անասուն շրջապատ է։ Կազմված է թշնամիներից, անկիրթ ժողովուրդներից, բացի պարսիներից ու վրացներից, մնացածի անունը չեմ էլ ուզում տամ։ Հա։ Ու մենք խնդիրներ ունենք ու միշտ էլ կունենանք հլվոր, բայց դե ես կուզեի այդ արժեքներով ապրել։ Հա։ Որովհետև ինձ համար անհասկանալի է, դա անընդունելի է, որ մարդ կարա, ասենք, ամեն անգամ ինքնաթիռ նստելուց ինչ մարդու իրավունքներ, ինչ բան, կոշիկը թանի, նասկիդ դու նայեմ, ճամբրուկը բացի, ականջիդ նայեմ, ինչ ասես, ասենք, նայում են նորեն, ասենք, դա սարսափելի է, ամեն անգամ տնելուց ստրես եմ տանում։ Ահա սովորական արդեն դա Արդեն սովորական է, բոդա գիտես ինչ, ամեն անգամ գլխից չտստեն նոր այդ հանգորձին, եք սովորես, էլի։ Դա սովորական է, բայց դա վատ է։ Դա վատ է, ես չեմ ուզում, ես այս աշխարհից չեմ ուզում, ասենք, այդ աշխարհում ապրեմ, բայց դա ապրում եմ ուզած չուզած։ Ամեն գնալ, լավ գոնե հիմա վիզա չի, գոնե հիմա չես գնում դեսպանություն նվաստանում, որ ամեն անգամ նայեմ անվրե դու այնց հարցեր տալի ու դες ախրի ջան, քեզ ինչ։ Հա։ Այն վերջի անգամ մի քանի տարի առաջ էր ասում է դու բաժանվել ես կնոջ, ասեմ հա, ձեր նախկինքին ինչ աշխատում, ա քեզ ինչ աշխատում արա։ Կարող եմ նախկինքինը չի ուզում ասի, որ ես ասեմ, որ բան կարող եմ շատ վատ հարաբերությունների մեջ ենք, դա հարց է։ Բայց ինքն իրեն թույլ է տալի դա հարցնել։ Ասի ես չգիտեմ, ոնց դու կա չէ չունեմ, այ քեզ բան։ Հա։ Ու ես զզվում եմ այդ հարաբերություններից։ Երբ սաղը սնվել ենք ազատ, անկախ, հանգիստ, նորմալ ու պիտի ձգտենք տենց լինի այս աշխարհը։ Որ մեկ ասեմ, Նարեկ ջան։ Հա։ Ինչի՞ եմ այդ ամեն ինչ հարցում, որովհետև իրականում նենց ոնց որ դուք եք այդ խնդիրների մասին խոսում, շատ հետաքրքիր է։ Ոնց որ խնդիրները նկատում եք ոչ թե մակերեսային մակարդակի վրա, այլ խորանում եք էլի, փորձում եք հասկանալ պատճառները ինչից է գալիս։ Ես ինչից է, ելիվի շատ խելոք եմ էլի, տատս եմ ասում, ասма խելոք գրեխա ասա, սա խելոք գրեխա, ասեր, հա։ Տենց էին ասում, հա։ Չի հա։ Չար եմ եղել միշտ։ Հա, այդ Ամերիկայի հարցն ինչի տվեցի, որովհետև երբ որ Ամերիկա գալիս եմ, միշտ մարդկանց հետ փորձում եմ այդ թեմով հասկանալ, օրինակ, այն ինչ որ ստեղ է իրանց դուր գալիս, ու այն ինչ որ Հայաստանում է դուր գալիս։ Ու ինչ որ բաներ երևի հնարավոր է փոխել էլի։ Ստեյ ճամփեքն են շատ լավ։ Բայց վարչապետը Թրամփին ասել էր, որ Երևանն ավելի լավն է։ Կարող ենք ինչ ասեմ, հեծանիվ հիմար էր լավ է, չգիտեմ։ Հա, չէ, ճանապարհը շատ։ Իսկ մարդկային հարաբերությունների մեջ, եթե ինֆրաստրուկտուրան են կողմ դնենք, դե բարձրացնել ավելի լավ է։ Երևանում էլ ստեղ էլ շփվում եմ շատ քիչ մարդկանց հետ։ Ու հայերի երևի։ Մեծ, հա, հայերի հետ, իմ հանդիսատեսը հայերն են։ Հա։ Ու դժվարանում եմ ասեմ, որ նա ավելի լավ կամ որ նա ավելի վատ։ Չգիտեմ, այդ չեմ մտածել։ Իրականում ստեղ ապրողը ինքը Ամերիկայում չի ապրում։ Մեկը հայկական համայնքում։ Մեկը հայկական է, սա ասենք, անգլերեն դել ես մոռանում, ու մոռանում ես, որ ընդհանրապես բանում ես, որ պոլիսը որ բան անգլերեն է խոսում, այս խոսալ չի, ես ինչա։ Այն չես ասում այդ է։ Լավ հասկանում ես։ Տենց է իրականում։ Դրա համար չես զգում դա։ Ասենք շատերը, որ տեղափոխվում են հենց Լոս Անջելես, Գլենդել կամ
նո այս քաղաք մնում են Հայաստանում, էլի։ Շատերը չգիտեմ, ես եկել եմ իմ հանդիսատեսի մոտ։ Ես չէի կարող գնալ, ասենք շոտլանդացիների մոտ խաղամ։ Հա։ Ինչ ռեալ նայենք։ Հոլիվուդում էլ քաստինգի չեմ մասնակցել։ Հասկանում ես։ Հա։ Սա իմ հանդիսատեսն է, սա է իմ դաշտը։ Էսա իմ դաշտը։ Ես Եվրոպայել որ գնում եմ, ասենք անցյալ տարի Եվրոպայում երկու Փարիզ, Բելգիա բան գնացի, ասենք դե էլի բան է։ Հայերն էին, ասենք էլի խաղացի իմ, ասենք ներկայացող Երևանում խաղում ճիշտ է արևմտյան հայերի համար քիչ դժվար է ընկալել, բայց դե հասկանում են։ Հա։ Ես շատ եմ սիրում իրանցի դեպքը։ Այրանք տարբերվում են մի քիչ ու դեպի լավ կողմ։ Ինչ առումով։ Ես իմ մի քիչ ուրիշ են ու ավելի կիրթ, ես կասեի։ Հա։ Ավելի կիրթ են։ Քան մենք հայաստանցի կամ պարսկահայերը, հա, որ մենք արևելյան հայեր ենք։ Արևելք ենք, էլի, նրանք Եվրոպա են։ Նրանք Եվրոպա են ու ցավոք մի քիչ էլ մեծամիտ են, որտեղ մեզ է չշփվում, որտեղ մենք դենց sense էլի մի քիչ, հա։ Բայց ունեմ ընկերներ, որոնք ունեմ մարդիկ անգամ որ գալիս են ներկայացումներից շատ գոհ եմ իրանց համար, ինձ համար, որ իրանք էլ են գալիս, ասենք, դա շատ է, որովհետև լեզվական խնդիր կա։ Իրենք մեզ չեն հասկանում, մենք իրենց հասկանում ենք, որովհետև մենք մանավանդ ես Պարոնյան եմ անցել, հասկանում ես լեզուն։ Իրենք չէ, իրենք դե մի քիչ ավելի թերի են այդ կողմից, Հայաստանի լեզուն չեն հասկանում։ Ես երազում եմ այն օրը, երբ որ Հայաստանում արևմտյան հայերեն ընդունվի որպես երկրորդ պետական լեզու։ Ի վերջո, եթե Կանադայում կա երկու լեզու, ու տարբեր լրիվ, ֆրանսերեն, անգլերեն։ մեզ մոտ կարալ, եւ այդ լեզուն չի մեռնի, այդ լեզվով մենք ունենք գրականություն, այդ լեզվով խոսում է մեր հայրենակիցների զգալի մասը։ Եվ դա արևմտյան Հայաստանի լեզուն արանի կոլը լսիլո չանգաց։ Արևմտյան Հայաստան չկա, լեզու կա, մարդ չկա։ Լեզու կա, մարդ կա, պատմություն կա։ Դա էլի ասենք դա այդ բացարձակ ասենք անիմաստ նարատիվ է, էլի։ Դե քաղաքական ինչ-որ տենց իրենց խաղիկներն են դու խաղանում, այսօր կան վաղը չկան, դա չէ։ Բայց այդ լեզուն չպետք է կորի։ Այդ լեզուն չպետք է կորի, ինքը շատ լավ լեզու է, ինքը այդ հին ուղղագրությունը բան դա սքանչելի բան է։ Ու դա չի բերի ինչ-որ տենց անգլագիտության տոտալ օ չեն կարող գրել, այ ո՞նց է որ Ամերիկա, Կանադայում գրում են երկու լեզվով ու չեն մեռե։ Աշխարհի լավագույն երկրներից է, դուք նույն լեզուն չեք կարող երկու վարիանտ ունենաք մի երկրում։ Կարում ես են գրես, ու իրանց էլ ավելի հեշտ կլինի արտագաղթել, ներգաղթել Հայաստան, հա։ Իրանց չեն նայի մատով ցույց տասել, վայ եւ ուրիշ ձև գրեց։ Հետաքրքիր է, բայց ինչի կարա դա բերի։ Ոչ մի շատ, չի կբերի գոնե նրան, որ չի մեռնի այդ լեզուն։ Հա։ Չի մեռնի։ Լեզվի պահպանման միակ երաշխիքը պետությունն է։ Բոլոր սփյուռքերը մի օր մեռնելու են։ Չկա տենց սփյուռք, որ ասենք 3000 տարի ապրի։ Չկա։ Լեզվի պահպանման միակ երաշխիքը դա պետությունն է, պետական հայ լեզու։ Սա գրում են հայերեն, սա խոսում են հայերեն, դպրոցները հայերեն, դոկումենտները հայերեն, գրականությունը հայերեն է։ Հիմա այն լեզուն, եթե մենք դա անտեսենք, կորի մի օր։ Հա։ Ափսոս է։ Մենք հիմար ենք, մենք չենք հասկանում մեր հարստությունը մենք չենք հասկանում։ Ընկել ենք հիմար բաների հետևից։ Այրատը մերը, չի բերել ջայնամ թե մերն թե մերը չի սարը եղած, դա ի՞նչ կապ ունի։ Լեզուն, եկա գրականություն ես, եկա թատրոն ես, դու հասկանում ես դա որ դու խորանաս։ Մարդիկ երազեն ունենան երկրորդ լեզվով ժողովուրդները։ Եկա մշակույթ, որ ստեղծվել է դարեր շարունակ։ Ահռելի մեծ։ Ահռելի մշակույթ, ահռելի իր թերթերով, իր արխիվներով, իր գրականությամբ, թատրոնով, ամեն ինչով, փիլիսոփայությամբ, հասկանում ես։ Ու դա գցել ենք ենքում, դա սփյուռքին է, դա մերը չի։ Ու մենակ էս լեզուն է։ Այս ձերով երբեք այս հարցի շուրջ չէի մտածել, հիմա շատ հետաքրքիր բան եք ասում։ Հա տեսնում ես ինչ լավ որ եկա։ Որ գայի ոչ չէ հասկանա ինչի։ Չէ, իրական հիմա ինչ ասում եք, փորձում եմ մեջը սինթեզեմ հասկանամ։ Հա, ես այդ նարատիվները ինչքան մեծ իրական մշակութային պատմություն ունի։ Ես դրա մասին խոսել եմ YouTube-ով։
Խոսել եմ, ու էլի խոսեմ, ու լավ որ քո ծրագրով էլ լինի, միգուցե գիտության, կրթության, սպորտի, երջանկության, եսի մնչի նախարարուհին կամ նախարարը լսի դրա մասին։ Չի կարող լուրջ չընդունի, բայց միգուցե մեր գիտնականները Ես հյուր ունեցել եմ Սփյուռքից, որ զբաղվում էր, հենց այսօր այսինքն մենակ անցյալում չէ, այսօր այդ լեզվով գրականություն է ստեղծվում։ Իհարկե ստեղծվում է, այսօր է ստեղծվում է, շարունակվում է, թերթեր կան, որ դուրս են գալիս։ Մարդկանց հետ ես օրինակ շատ եմ ունեցել Սփյուռքահայեր ու ցավում եմ, որ դիտումները քիչ առնում, որովհետև միշտ մարդիկ դժվար են լսում։ Պարզ է, դժվար են լսում։ Ու ահա որ շատ ուրախում եմ մի քանի տարի առաջ, որ ամենա ոդկասթի ամենաուրախացող, որ շատ ուրախացավ, շատ ֆիդբեքի համար, որ Սփյուռքահայ զուրկ տեսա ամուսինի ու կին ու ասեցին նարեկ մենք հայերենը քո ոդկասթով ենք սովորում, sense նենց ոգևոր չէ, հա շատ ու տենց ուրախացա, որ մարդկանց ինչ որ մի ձև օգտակար է։ Ես մի անգամ ինձ թատրոնում մի մարդ մոտեցավ, զույգ մոտեցավ, ասեց Սերգեյ ջան, քո ավելի լուրջ լսեցինք Ռուսաստանից եկանք Հայաստան։ Դու չես պատկերում, ես էլ բան է 7-րդ երկրքում եմ, արա մի ընտանիք փրկել եմ։ Լավ է, էլի։ Չէ, իրականում դա շատ կարևոր թեմա է։ Շատ կարևոր թեմա է։ Հա։ Դա մշակութային թեմա է։ Մշակույթը ամենակարևոր բանն է։ Մենք չենք դժբախտ, մշակույթ չունենք, անմշակ ենք, ունենք, բայց չենք հետևում այդ մշակույթին, անմշակ ենք։ Սովետական ինչ որ տենց մի երկու հատ բան մնացել է, մի երկու հատ բեկոր, քրիստոնեությունից առաջ չգիտենք ինչա կատարվի այդներս։ Մշակույթը վանական, սա, հա, եթե ունենք, ապա վանական է, ու լավ է, որ գոնե այդ ունենք, հա, լեզուն լրիվ անտեսված, Կիսատ պրատ, այսինքն այնպես չէ ոնց որ սովետական ժամանակ։ Ես ռուսական անտեսված ինչ առումով։ Անտեսված հենց դա, որ ասենք ինքը պետական երկրորդ լեզուն, ես նկատի ունեի արևմտյան հայերենը։ Ու անտեսվածը նաև էսել է, այս մեկն էլ է անտեսված, որովհետև ասենք բժշկական գրականություն չի թարգմանում հայերեն։ Կամ բոլոր բժիշկները ռուսերեն են գրում եւ խոսում։ Համենայնդեպս իմ սերնդակիցները։ Օրինակ ես պարսկահայ ընկեր ունեմ, որը որ ամբողջ ռուս գրականությունը պարսկերեն է կարդացել։ Ինքն էս բաները ասում Դաստոևսկու, Չեխովից, մոտ զարմանում եմ, ասում որից գիտես։ Բաբամ անցել ենք։ Հա։ Էնել Պարսկաստանը, որ փակ երկիր է։ Տոտալիտար փակ երկիր է, ունես բաները թարգման է, որ սովետի ժամանակ այդտեղ կակա էինք ասում, ասում Նաբոկով, Բուլգակով, թարգմանած է, պատկերացնում ես։ Պարսկաստանում մոլեկը թարգմանել են։ Այդ երկրում։ Իսկ մենք այդ թարգմանչած տոն ունենք մենք։ Ասացեք խնդրեմ, շաքաղվեցի։ Ու ինչ։ Հələ որ դրած չի այդ ռելսը, ճիշտ է, սովետի նման չի։ Սովետում խայտարակություն էր ուղղակի, որ բոլոր ռուսական դպրոցներ էին գնում, ես եմ ռուսական դպրոց ավարտել, բարձա։ Հիմա, բայց ես կարծում եմ, որ դա ամենակարևոր հարցն է այսօր։ Ամենակարևոր հարցն է լեզվի հարցը։ Ու երկրորդ լեզվի ընդունելը, արևմտյան հայերենը պաշտպանելը։ Դպրոցները պետք է անցնեն այդ լեզուն, հատուկ դպրոցներ բացվեն մեր սիրահայերի համար, մեր երեխեքի համար, որոնք գալիս ու ծրտիկ բրտիկ խոսում են արևելը հայերեն ուզում խոսը, բայց չի կնայում այլո ջարդվում է լեզուն այդ երեխու։ Մի անգամ մեկը ազգացվում է, որ դու դից ես բալ ես։ Ինքան եմ ասում, մեկը ազգացվում է, որ դու արևմտյան հայ ես, ինչ ես ես սուր լեզվով խոսում, ոնց որ ես հիմա ուզենամ արևմտյան հայերեն խոսեմ, չեմ կարա։ Հասկանում եմ, կարդում գրում եմ, հա, բայց չեմ կարա խոսեմ, native չես, չէ՞։ Հա։ Բայց պատկերացրու դպրոցներն էր իրանց համար։ Հա, հետաքրքիր կլներ։ Դե ռուսական ունենք, ռուսեր չէ՞ փագեցին ռուսականները, չէ՞։ Ռուսական թոլնի ախպեր դեմ չեմ, մի հատ ռուսական, մի հատ մոլդովական հարց չկա, թող լինի, ես դեմ չեմ, ասենք, որտեղ որ գիտությունը ուսումը, ես դեմ չեմ, թուրքական թոլնի, դեմ չեմ ես, որևէ լեզվի ուսումնասիրումը, դեմ չեմ, բայց այդ քո ազգային անվտանգությունն է, այդ քո գոհարն է, որ այսօր կորում է։ Ոնց որ Սևաննա կորում, ասենք, որ հայ հավարենք ընկե, անունն էլ է տա կորում։ Հա։ Մեծ Սևան թեմային չասես հավես չկա։ Ես ուզում եմ Սևանի ասել։ Հա, հիմա փորձում եմ մարսեմ այդ ասած ու
բան է Մարսելը բան չկա ցավոտամ, նայ ինչպես մեր բարբարները ասենք, հա, կա բարբարագիտություն կա, բան կա, մարդիկ զբաղվում են դրանով, ասենք։ Բայց բանը շատերը այդ ինչ որ ասում եք, շատերը չեն կարողանալու նորմալ ընդունել։ Ես ասում եմ, ես ձեզ երջանիկ Չէ, ինչ եմ ասում, որովհետև ինձ միջև այսօր իմ բարբարի համար դու բարբարը չի ունեն, դու ինտոնացիա ունես բարբարի, ամենը։ Մեկը բան են անում, տենց քննադատում են, որ ասում են մաքուր հայերենով չես խոսում։ Դե ինձ պետք չի, չէ, մեկը շարունակում եմ ոնց խոսում եմ, նենց է խոսում։ Կամ այերով ես խոսում։ Լավ է ման։ Պատկերացրեք, որ մի հատ է արևմտահայերեն մցրվի ու օրինակ հանրայինով կամ ինչ որ մասնավորալիքներով հաղորդումներ լինի արևմտահայերենով։ Պիտի լինի։ Թող խոսան, թող դուրները չգա։ Ամենը գիտես ինչ, մարդկան շատ բան կա դուր չգա։ Մշակույթը դա բան է, տոտալիտարիզմ է, տես չի է։ Մշակույթը դա բան է, դա պիտի ստիպես։ Դա ծեծելով է։ Մեզ զորով չտանեն դպրոց, դու գնալու է դպրոց, զորով տանել են, չէ՞, գնացել ենք, ինչ անենք։ Հետո հասկանում ես, որ պետք է։ Պուչու երեխել առաջի դասան գնում ալի, հետո մսում լավ մամա զալաչ կա, հալամետարից տելը։ Նույնն էլ է դա։ Որ ժողովրդին լսես, դա ոչ մի բան չի ուզում, հետո։ Ուտի բազմանա, էլ չասեմ էլ ինչ անում, всё это։ Կուսակցությունից։ Ուտի կուսակցություն բազմանա։ Այդպես չի, ինչ որ մի մասա չի ուզի, թող այդպես կովի նման ապրի, իսկ այն մյուս մասան, որ ինտելեկտուալ է ուզում է դա վերցնի ու կշարունակի։ Ու դա պիտի ա, ու ես չգիտեմ, ես ձեռս լծակ չկա, բացի խոսելուց բան չեմ կարող անեմ։ Էջ ջան, իմ գործը հաչալն է, նա խոսում ենք էլ։ Էդ եթե ինչ-որ մեկ կլսի, մեկը կընդունի, որ իմ ասածը ջայնամ, թող լինի դա ձեր միտքը, ես ոչ մի բան չեմ ասել, բայց եթե կա ինչ-որ իշխանավոր, որ կարող է դա որպես նարատիվ, ասենք, գեներացնի, ապա կլինեմ միայն երջանիկ։ Հա։ Եկեք մի քիչ կինոյից խոսանք, էլի։ Լավ է զանա չկա։ Խի։ Չեմ ասում, հիմա չեմ նայում կինո։ Ընդհանրապես։ Հիմա չեմ նայում, չեմ ասում նայում։ Զբաղված եմ։ Որպես նայել, вообще կինո գինեմ ինչ բանը, հա, բայց զբաղված եմ։ Բան չեք անում։ Օ, հիմա ամսի 10-ին չգիտեմ, զագին որ դուզ գա թե ակտուալ չի լինի իհարկե։ Նոր ստենդափ եմ գրում, նոր երկեր պիտի ուսումնասիրեմ, մեր երաժիշտների հետ պիտի փորձեր անեմ, բան։ Հիմա ես դրա մեջ եմ լրիվ եւ այնքան ուրախացա որ կանչեցի, ասի լավ, ուրեմն միշտ կցրվեմ, հա։ Հա, կինո։ Եկեք երաժշտությունից խոսանք։ Դե խոսանք, հա։ Ինչ եք անում հիմա։ Ես հիմա ջազ եմ լսում, մեծ մասը։ Որտեվ ես հասկացա, ասենք տարիներ շարունակ կամած եկան դրան, որ ես ամեն ինչ բացի ռաբելից ամեն ինչ սիրում եմ, կոպիտ ասած, հա։ Բայց ջազը ինձ համար ավելի իմ սրտին մոտիկ է, որովհետև ինքը ազատություն է, իմպրովիզացիա է։ Ես փորձել եմ տարբեր բաներ, ես Sunset Boulevard, այսպես ասած, այդ մյուզիկլը որ եղավ, ինձ առաջարկեցին մի դեր երգել, որ կլասիկ էր, Sunset Boulevard, դա Weber-ի բանն է, մյուզիկլն է, այնտեղ փոքր դեր կար, որ պիտի երգեի։ Եվ ես խեղդվում եմ ուղղակի, որովհետև հետևս օրկեստրը 45 հոգի, եւ Միքայել Աչ, Միքայել Ձախ, Լուիսի տակ կանգնել սենց բան, տենց ուրիշ ձև շարժվել, դա գնդակահարում են, էլի քեզ դրանից հետո, չես կասա խանդվում ա, ծախ, ես հասկացա, որ ես չեմ կարա որևէ կլասիկ երաժշտություն, բան, ասենք, դրա մեջ լինեմ։ Հա։ Ու ես հասկացա, որ մենակ ջազն է, մենակ իմպրովիզացիան է, որ ասենք ինձ մոտ է եւ ստենդափի եւ թատրոնի հետ ընդհանրապես դա շատ մոտ է, sense has, sense կապված է, էլի ոնց ասեմ, ոնց որ չեմ կարա ասեմ, ասենք ոնց որ տենց շատ առանց իրար հետ զուլվում, ոնց որ մարդու կնիկ, հա, ոնց որ զուլվում են իրար հետ, իրանք շատ իրար մասին են, ազատության մասին, եւ ես ներկայացում ես դրա մասին, որ ամեն վարքյան դու կարող ես մտնես ընդեղ, հետո ընդեղ գաս ստեղ ու ասում քանի ժամանակ ներկայացում ես, ասում ես jam session-ը ինչքան որ կլինի, այնքան էսի չիմանամ։ Հասկանում ես։ Որովհետեւ սոլոներ կան, իմ երաժիշտներն են, իմ ծանոթ իմ ընկերները շատ
վաղուցված ջազ նվագողներ են, ասենք, իմ թե սահկյան կետ են արել։ Կարան մտնեն ու մի 15 րոպե նվագեն, ու նենց նվագեն, նենց տարբեր, նենց գեղեցիկ, որ դու հա նայում ես։ Եթե երաժշտությունից, ապա դա է իմ, ասենք, այսօրվա, այսպես ասած, գործը, այսօրվա սերս, հա։ Փող չի բերում առանձնապես, ոչ ինձ, ոչ իրանց, շատ քիչ, այնքան որ ծախսերը փակվում են, կարող եմ 2 կոպեկ մնա։ Բայց ես ուրախ եմ, որ իրանք են ուրախ շատ, ասենք, որպես տիպողական բան չկա։ Իսկ որ կետից եկա, որ արդեն որոշեցիք, որ ուզում եք երաժշտությամբ զբաղվել։ Հենց այդ կետից հենց եկավ, Sunset Boulevard-ում երգեցի, այնտեղ մի կերպար էր, որ Cecil DeMille էր, Cecil DeMille-ը մի հատ կերպար է, որ երկելը ձեզ բան, նա օքեյ, չեմ ընդհատում։ Ասա Նիկոլա, թողում չի խոսեմ։ Նայ, ինձ առաջարկեցին դեր, որը որ դրամատիկ դեր է, բայց նաև երգում է, երկու պարտիա։ Ես երգեցի, մեծ դալիճ, բանը, համալիր, եսուր համալիրն ու երկա օրկեստր 45 հոգի սիմֆոնիկ նվագախումբ, պրոֆեսիոնալ դերասաններ, գլխավոր դերում Տամարա Գվերձեթել, հեչ իմ ֆորմատը չի, բայց քաշեցի, երգեցի ու գնաց այդ արքի այնպես գրիմը չեն ճանաչում ժողովուրդը, չես որ ճանաչում են ծափ են տալի, վայ ես յոշնա, ժողովուրդը լեց այդ արքի 3 րոպե հետո են ճանաչում, հա, ու ես ասեցի, ոչ կայֆ արես, կարամ երգեմ, ինչի չերգեմ, հետո իմ շատ լավ ընկերուհի Արփենիկ Հակոբյանը, որը որ Cirque du Soleil-ում աշխատե, արտասահմանում սովորե, դա շատ հայտնի ջազ երգչուհի է, դրսերում էլ, ասեց արաս, դա ականջուն ես աշխարհը չունի, մի հատ նետ փորձենք, ոչ շատ դուխ տվեց ինձ։ Հա։ Ինձ բանը ոգևորեց։ Push around man մեզ։ Հա, ու ես սկսեցի հետո մեկ ներկայացում արեց իր այդ Սարի թատրոնում, իմ թատրոնում, Երևանի Սարի թատրոնում։ Հետո որ եկաստե, ասեցի մի հատ էլ ստեղ արդեն կինովակից արդեն ոնց որ երես առա, որ ես կյանքում չէի թույլ տայից գնամ պրոֆեսիոնալ երաժիշտի ասենք հարի երգենք։ Ասա որ նորնա ասում բեմում խաղաց մեկը գա ասի ուզում խաղամ, մի ճիշտ լուրջ ես ասում։ Երկու ինստիտուտ եմ ավարտել, ինչ խաղաց դու։ Ինչը տամ խաղաց։ Հասկանում ես։ Տղա ջան, գնա չեմ ուզում խաղաց։ Հա։ Իսկ դա ինքը ինձ ոնց որ բան արեց, ոգևորեց, եւ ես այսպես ոգևորվեցի եւ երես առա եւ ստեղ են ընկերներս Արմենը Բաբասյան, Ռոման Ականյան, որ մեկին ասեմ, գիտարիստը Սիմոնյան Լևոնը, բառաբանշիկը Էբեջանը, բանը Մովսեսը, տենց բոլորս պրոֆեսիոնալ երաժիշտներ են, բոլորը, որ ասենք, բայց իրանք ձեզ ոնց ընդունեցին։ Բայց շատ լավ։ Ես այնքան էի զարմացել։ Իրանք ինձ սիրում էին որպես դերասան։ Ասին վայ երկում ես, գիտես, այս լրիվ այն անեկդոտի նման է։ Բանը մի հատ ինչ որ տենց չեմ ասի ինչ որ մի ազգի ինչ որ ներկայացուցիչ ինչ որ թառա նվագում, այս ճապոնացիք մի ուրախ ծափ են տալի, ասում են չէ ծափ, ես Ֆերնանդո Ժաբիզյանը на лопате играет։ Ասում ես հիմա էլ ասենք, արես դեպիլը երկում արա, դու նտեսեք, That's հայտնի անեկդոտ կա, երևի լսել եք որ երեխան դպրոցից գալիս է տուն, օրագիրը բացում է, տնում է ֆիզիկա 2, մաթեմատիկա 2, ֆիզկուլտուրա 2, երկ 5։ Նա ասում է, իդիոտը մտնե երկում է։ Սաղել կուսեր երկ։ Հա, հիմա էլ էտա, հա, ու տենց մի ներկայացում արի, երկու ներկայացում արի, ես երրորդն է sold out է, բան տենց լավ գնում առաջ, ժողովուրդը գալիս է պարզա, գալիս է ստենդափ լսելու ինձ նայում չի գա, չեք է, բան Ռեյ Չարլզ երգում ուրախանա, էլի ասենք այնձի նայի, հա, բայց դե բնականաբար այդ պրոֆեսիոնալ երաժիշտներն էլ ունեն իրանց բանը, հանդիսատեսը, գալիս են ու տեսնում են ստենդափը ջազի հետ, բան հետ արկիր միքսա, նույնն էլ Սարի թատրոնում եմ անում։ Երբ հալինելու։ Ամառ։ Ես երբեք քո կոնտակտները չեմ ունեցել որ քեզ հրավիրեմ։ Ասենք հրավիրում եմ Տոմս Կարնասը գաս, հա։ Տոմս Կարնը կգա։ Մի հատ ընկեր ունենք որ
մենք ընկերներս չգիտեմ ստենդափում կամ ես երբ ինչ անենք ինքը միշտ տոմս առնում գալիս է ասում քեզ առնում ես էլ տենց ընկերներ ունեմ ամեն անգամ տոմս են առնում ասում լավ տեք մենք արեք հասկացա չէ ոնց թե մենք իրական դա շատ ճիշտ բան է ճիշտ է հա շատ ճիշտ բան է ես էլ եմ աշխատում ասենք ինչքան հնարավոր է որ ավիրում են ասենք տոմսը մարում որովհետև դե էդ իրաց գործ դա իրաց փողն է ախր դալիչին փողա տալի ամեն ինչ հա դա չէ Չէ, սա թատրոնը իմն է, այդտեղ ինձ փող չի վերցնում, արխային կարած գաս։ Պրոբլեմ չի։ Ստեղ ուրիշ բան։ Ու ջոգիկ չէ կպսեր են, հա։ Ու տենց կամած գնաց, ու գիտես, լավ է որ դիվերսիֆիկացիա եղավ գործս։ Նայ, ես թատրոնում ամեն ինչ փորձել եմ։ Կոբուկից բռնած, նո թատրոնից վերջացրած, դրամատիկական Ստանիսլավսկի, Փոլսի թատրոն, կամերային թատրոն, մյուզիկլ, ամեն ինչ, հա, պանտամիմա, կլոունադա, ես ամեն ինչ արել եմ, թատրոն չկար ես, բավարից արած չլեմ։ Հա։ Բացի ցիրկի կլոունադայից, կավերնի չեմ, դա ուրիշ մասնագիտություն է թատրոն, դա կրկես, հա, դա ակրոբատ տնես, բան դա չեմ կարա։ Մեկ էր, հոպ, այս տարիքից եկավ, ասում եմ լավ էլ ինչ անեմ, դիվերսիֆիկացիա երկեմ։ Եվ հիմա երգում եմ։ Ինչ վատ է որ։ Էլա մի 10 տարի երկեմ ու կգնամ արդեն սա կյանքս չեմ ապրելու։ Սա կյանքս չեմ ապրելու լավ ասի։ Ասենք լավ է երբ որ դու նոր բան ես մտցնում աշխատանքին։ Դա շատ կարևոր բան է։ Ես օրինակ չէի կարա սա կյանքս կալբաս կտրեի խանութում սենց։ Կգժվեի, էլի։ Ահա հետաքրքիր որ մարդիկ, չգիտեմ, մեկ իմ տարիքի մարդկանց հետ խոսում եմ, վախում են ընդհանրապես մի նոր բան սկսեն, ասում են արդեն ուշ է։ Նայած, եթե ինձ ասեն քիմիայով զբաղվի, չէի զբաղվի։ Չէ, բայց դա երգելն էլ ուրիշ ոլորտ է։ Չէ։ Թատրոնը ու երաժշտությունը շատ մոտիկ ոլորտ է։ Մոտիկ են, չնայած ստենդափի մեջ էլ են շատ երաժշտություն օգտագործում։ Իհարկե, թատրոնը առանց երաժշտությունը, թատրոնը դա սինթեզ է, ընդհանրապես բոլոր արվեստների սինթեզն է։ Կամ բանը Գարիկի գիտարյոնը ամենաերավաճառված ներկայացումն է։ Ինքը թատրոնը համ նկարչություն է, համ դիզայն է, համ երգ է, հա, ամեն ինչ է, ինքը բոլոր թատրոնների սինթեզն է։ Հա։ Այս հարցը Հրանտին Թոխացյան տվեցի, ձեզ եք ուզեմ անպայման տամ։ Թատրոնը պետք է լինի պետական թե չէ։ Մի հատ թատրոն կարելի է կոմեդի ֆրանցեզի նման թողնել պետական։ Մնացածը պետք է մտնի մեքենասների ինստիտուտ։ Էդ էլ մեռա ասելով չանս։ Ինչ ինստիտուտ։ Մեքենասների։ Մեծենատ։ Դա լուրջ process է, մասնագետների օգնությամբ կարար մեր իշխանությունը կարար աներ։ Բայց կարող է հրրեկոպալը լուծող հարց է, ասենք, տենց ասենք։ Փակում ենք թատրոնը։ Այս փակեցին, այն փակեցին, մարդիկ գնում են դուրս սոցիալական լարվածություն են ստեղծում ընդհանրապես թատրոնները փակելով։ Մեքենասների ինստիտուտ ստեղծեք։ Կամած թող լինի այդ մրցակցային բանը, այդ մի հատ էլ պետական թողեք, հասկացա, օպերան թող լինի պետականն է։ Սունդուկյանն է, ջայնան թող լինի պետական։ 12 թատրոն մենակ Երևանը նորմալ է։ Դա նորմալ է որ սա բան են։ Պետական են։ Դա աբսուրդ է։ Դա սովետական մոտեցումը, թատերական գործիչների միություն, դա լուրջ եք ասում, ինչի իմանա այդ միությունը։ Կա Ամերիկայում թատերական գործ, բան, Անգլիայում թատերական գործ, չգիտեմ, կարող է կա, բայց մասնավոր է։ Կա պրոֆսոյուզներ կա, այդ ուրիշ հարց։ Բայց պրոֆսոյուզ ոնց ստեղծվի եթե պետական է։ Իսկ եթե մեքենասների ինստիտուտն է, դա ախր առաջարկել եմ, բայց շանտեղ չեն դնում, Նարեկ ջան, ասել եմ, չէ, այն ով պետք է զբաղվի դա չի հասկանում արվեստից, բացարձակ։ Զգում ես ուզում է լավ բան անի, Բայց չեն պատկերացնում։ Բայց չեն պատկերացնում, ասես դա հարցեր եկել։ Այն մատ ինչ Ռուբեն Բաբյանին հարցրեք, չգիտեմ, այնով կան, Նիկոլայ Ծատուրանին հարցրեք, ով է մեծերից էլի, ասենք, տարիքով մեծ ավելի մեծ փորձ ունեցող էլի, ասենք, ես ասենք ինդիվիդուալիստ եմ եղել։ Արա Երնջակյանին հարցրեք, որ ասենք 30 տարի այդ մարդը թատրոն ապահովում է, 90-ականներին աշխատել է, ժողովուրդից 90-ականներին թատրոն աշխատացնեց։ Ծայրահեղ բարդ։ Խանդիկյան Արմենին հարցրեք, որոնք որ թատրոնի մարդիկ են, ոչ մեկն աչքից լույսը չի տես, չի որ ասենք, էլի սաղին տենց ուզում եմ առաջ տամ ադոններ եմ ասում, չէ։ Զուտ որպես գոլեգաներ իրանք գիտեն այդ տանտերը ոնց է, դա հարցրեք էլի, արա, ինչքան կարելի է, լավ։
Ինչքան կարելի է հռեկոպալի հարցեր լուծել։ Փակում ենք այս թատրոնը։ Հետո ավելի աբսուրդ միացնում ենք իր արա համայնք չի որ միացնում է սիրիալ դեպի մեկը միացնում ենք իր Եղվարդի համայնքն հա միացինք իր դարին տանիքներով է միանանք ինչ տարբերություն իմ կնիկը քո կնիկը դավայ չեն ասում թատրոն ընտանիքա ոնց ես միացնում իր դարին տանիքներով միանանք իր հեշտ է ծախսը մի տեղ կանենք էլի այն տենց գեղցու մոտեցում հասկանում ես ու ամենտեղ ատեր թատրոն ջայնա մտը գիտության մեջ ամեն ինչի մեջ տենց է մոտեցումը սխալ է մոտեցումները որովհետև չեն հասնում այն մարդիկ որ դրան ներսնեն այն մարկանց որ պատկերացնում է ով ես միտքը տվել եմ մեքենաստորի ինստիտուտ ամբողջ աշխարհում աշխատում է ամբողջ աշխարհում Ֆրանսիայում եղել եմ Օդեոն թատրոնում եմ եղել այն մեկ ինչու մեքենասի թատրոն այնինչ ծախսեր այնինչ բանի Բրեխտի Բելլեին խաղում Բելլը մի փուճուր պատմված կա փուճուր պիեսա այդ կամի ներկայացում մի բան տենում ես ծախսը բանը ինչ որ մեկի բանն է հա կարելի է պետք պատվրել լինի մեկ երևի չգիտեմ սպეციფიკայից ելնելով երկրի բան բայց պետք է մի բան փոխվի չի այդ սովետական այդ փթիրը հանե կարա այդ միությունները բան այդ абսուրդ արա հասկանում ես զանգես մուկուզեք թատերական գործի միությունը միան ես միանամ որ ինչ անեմ ես ինչ գործիչ լավա գոնե ժողովրդական այդ հիմարությունը հանեցին ժողովրդական արտիստը հա ժողովրդական արտիստ վաստակավոր Նիկոլսոնը Ամերիկայի ժողովրդական արտիստ հորս սարը գիշե կարա ժողովուրդ առաջ այդ եմ ասում ժամանակ առաջ է գնում մենք մնում ենք հետ 17-րդ դա update չենք չի вообще update չկա չեն որ էս չի այդ ալտերա կյանք արդեն ուրիշ է մի քիչ ստապվեք ամենամեծ update-ի մասին AI մտածել եք այդ թեմայի շուրջ շատ ոնց ամեն ոդկասթեր եմ լսում այդ ուղղությամբ բան նա ինչ նախնդիրը ես շատ գոհ եմ այդ AI-ից արհեստական բանակցություն ինչի եմ գոհ ուրեմն նա մեզանից խելոք է իսկ որ մեզանից խելոք է նա չի թողի այս աշխարհը կործանվի հա դուք հակառակ տենդեցի կողմնակիցն եք որովհետև միկրոբը մարդուց խելոք չի միկրոբը նույն օրգանիզմի մեջ քեզ ուտում է հետո դու մեռնում ես ինքն էլ ասած Որովհետև ինքը չի բանականություն չունի մի միկրոբ է հասկանում ինքեզանից ուժեղ քեզ ուտում է մեջիցդ կրծում է հետո ոչ մի մահացած մարդու մեջ այդ միկրոբը որի պատճառով ինքը մեռնում է չի մնում բացի բանի ժանտախտից ասում են չէ հա չի մնում մեռնում է իսկ AI-ն ինքը խելոք է մարդուց ինքը կարող է գեներատիվ մտքերը ինքը կարող է ես չեմ կարծում որ ինքը կարող է ինքը իրանց սպանել ինքը միշտ ավելի լավն է տալիս բայց լավն է որ տալիս աշխատում եք եւ հա օգնում է իհարկե հետաքրքիր մտքեր տալիս հա մտքեր չեմ հարցրել ոնց է չեմ հարցրել հա մտքեր է տալիս հա երաժշտություն է գրում այդ արքիվ որ հետո կարաս մի քիչ փոխես հետո լեզուներ կարաս սովորես եւ չէ դա դրա իմաստը չկա հեսա վաղը միսօրը ասում է բանես հակնում արդեն թարգմանում հա չեք տանջվի լեզու չեք սովորի ինչ վատա Այ որ կալկուլյատոր կա որ ես չգիտեմ բանի ասենք բազմապատման աղյուսակը ու ինձ սպանում էին դբրոցում մի հատ դասատ ունենք ասենց դու պետք է իմանաս պետք է իմանա չգիտեմ չեմ էլ ուզում իմանամ այդ անտերախոս սխմում ինձ ասում ինչա ուզում եմ գնամ հող խաբար չտանի էլի Այդ ամասեմ տիկին դասատու դուք որ ինձ բան էիք անում տեսեք կալկուլյատոր ունենք էլի եւ կալկուլյատորը չկար մի արժե հեռախոսա Եվ որ ստե ասենք ականջիդ մեջ մի բան իսպաներեն խոսա դու իրան պատասխանես ու խոսեք ես վատ է բայց մյուս դրավտանգը նա որ արդեն մենք գրելու ունակությունը կկորցնենք մտածելու ունակությունը կկորցնենք լրիվ ամեն ինչ outsource կանանք մտածող մարդը երբեք մտածելու ունակություն չի կորցնի հետո հոսանքը կարա լույս տա կարաս մատրեդ կողը շտեպսերը մեռնես դու որոշի այդ քո որոշումն է Ինչ որ գնում է առաջ, չի կարելի դան դիմադրել։ Ես ասում եմ, որ առաջի մեքենան եկա, որ մարդ ձիուց իջավեց ընկերոջս դավաճանում եմ, հիմա ես որ մեքենա նստեմ, ձիս կնեղանա, կասի չեմ նստում, բան, հետո ձիուց կալբաց է սարկում, նորմալ է։ Ու մեքենա է քշում։ Կյանքն է, դա
Դա դու պետք է հասկանանք, դա ոչ լավ է, ոչ վատ։ Մենք ամեն ինչ ուզում ենք կողենք լավի ու վատի մեջ։ Լավի ու վատի խնդիրը չի ստեղ։ Ստեղ է տենց է, կա բացարձակ արել որ ծագումը լավ է թե վատ, հա։ Այո, քեզ համար չի ծագում, գիտես, չէ՞, պրոստը ծագում է։ Տենց է ալնում։ Համի դու կարող ես օգտագործես լավ է, նորմալ է, քեզ համար լավ է, բայց ինքը որ ծագում է, ինքը չի մտածում, որ դա քեզ լավ է ալելու կամ վատ։ Նույնն էլ է ան։ Եթե իրան կարող այն մակարդակի դնի, որ ինքը սկսի իրան գեներացնել, ինքը երբեք չի թողնի աշխարհը կործանվի։ Ես տենց եմ մտածում, ես օպտիմիստ եմ։ Մենք կդառնանք ոչ ամենախելացի էակները արդեն աշխարհի վրա։ Կարևորը մարդի երջանիկ լինի, գիտես։ Այդ որ ասում են խելացի, մելացի են կոնստիտիվ բաներ, հա։ Այնով որ ուզում է խելացի լինի, կլինի։ Հա։ Այնով ուզում է խելացի լինի, որ ձգտում է ինքը կլինի խելացի։ Այն որ չի ուզում, ինքը եզե մնալու է։ Ես կյանքում չեմ տեսել, որ մարդ ապուշը հետո խելոքացել է։ Որտեվ չի ուզում։ Չի կարա, իդիոտի մեկնա, ոնց խելոքանա։ Իդիոտ է։ Չի, ես տենց եմ վերա, միգուցե շատերից քննադատ են։ Բայց ես տենց եմ մտածում, որովհետև ոնց կարա քեզանից ավելի, եթե ասում եմ վախենում են դա մեզանից խելոք է, բան չէ՞։ Բանը ոնց կարա քեզանից ավելի խելոքը նույն էշություններ անի, ինչ դու ես անում։ Հա? Ատոման ռումկցի, որ սաղ մեռնեն, ինքն էլ մեռնի։ Օտոփչաստի, որ սաղ մեռնեն, ինքն էլ մեռնի։ Հա? Ի վերջո հոսանք անջատես ոչ մի էա չի լինի։ Ну հասկանում ես ինչ եմ ասում։ Եթե ինքը քեզանից խելոք է, ոնց կարանա քեզանից վատ լինի, ոնց կարանա վատ անի, ապա լավ անի։ Եթե մենք ավելի խելոք լինեինք իրանից, մենք ասես էշի նման չէինք ապրի, է։ Չլինի սահմաններ, չլինի պետություններ, բոլորը կլինեն երջանիկ եւ ուրա, բայց չկա, մարդ տենց է ստեղծված, որ դա ամեն ինչ պիտի լինի։ Դրա համար լավ է, որ կողքից էլ կա ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի երևույթ, որ կարող է այս կյանքը լավ ասնել։ Ես տենց եմ մտածում։ Մատրիցայի մեջ որ բանը երկրորդ մատրիցայի մեջ երբ որ երկրորդն էր, հա նեոն արխիտեկտորի հետ հանդիպում է։ Նայել եք այդ։ Չեմ նայել։ Չեք նայել։ Չէ։ Մատրիցան չեք նայել։ Չեմ նայել, արի չխոսան կինոյից զզվում եմ։ Չեմ զզվում, չեմ ուզում կինոյից։ Ցույց ինձ ուրիշ դարձ չեմ։ Okay։ Չէ։ Իսկ դուք երջանիկ եք, հա։ Հա, երկեմ։ Երջանիկ, եթե առողջ ես, եթե երեխեքդ լավ են։ Մշտական երջանկություն չի, եթե մշտական երջանիկ ես, ուրեմն դու բժշկի կարիք ունես։ Հե, բերան բաց։ Կամ ինչ-որ նյութեր ես օգտագործում։ Հա, ասում են, հա։ Չէ, նայ, երջանիկը էտել բան հարաբերական զգացող բան է։ Երջանիկը իհարկե, դու հարաբերական ինչին ես երջանիկ։ Ում ես երջանիկ, որ նայում ես մարդիկ կարող է հիվանդ լինեն, չգիտեմ ինչ լինեն, վատ ապրեն, բան, համեմատ իրանց երջանիկ ես։ Համեմատ նրանով որ քաշել է, որ ախա երջանիկ չես։ Բայց դու չես ուզում պետք է քաշես, որ երջանկանաս։ Հա։ Այդ բանը մանիպուլատիվ հարց է, երջանիկ եք թե չէ։ Չէ որ երջանկության մասին խոսացիք, ինձ հետաքրքիր երջանկությունը ոնց եք դուք պատկերացնում, էլի, որ ասեցիք մարդ պետք է ամեն տարիքում փոխվում է երջանկությունը։ Երջանիկ լինի, ոչ թե խելացի։ Ամեն տարիքում երջանկության մոտեցում փոխվում է։ Հիմա ուզում ես առողջ լինես։ Հա։ Հիմա ուզում ես երեխեքդ լավ լինեն։ Ասենք 10 տարեկան երեխու երջանկությունը ուրիշ է, քոնը ուրիշ է։ Դա էլ է տարբեր, էլի, այտենց երջանիկ ես, այտենց հա երջանիկ եմ, ինչ եղի։ Ամեն ինչ բերանից բացելն ամեն վարքան որ երջանիկ եմ։ Դա էլ է բան, էլի, այտենց ինչ մանիպուլատիվ է։ Հա, երջանիկ եմ։ Դա սիրած գործով զբաղվում ես։ Սիրած գործով զբաղվում եմ։ Գումար կարողանում ես աշխատել։ Փառք Աստծո, երեխեք առողջ լինիք, առողջ, ես առողջ։ Ինչ ա եղել։ Դե դժվարություններ անում է դա կյանքի մի մաս է։ Դե մի քիչ սոցցանցեր են, հենց են մանիպուլացրել այդ ամեն ինչը, որովհետև անընդհատ ինչ որ ուրիշների հետ համեմատության մեջ ես, բայց երբ որ քեզ դու սկսեցիր համեմատես ուրիշների հետ, դու արդեն պարտված ես, էլի ոնց որ Ամենասկզբի ֆունդամենտը պետք է ճիշտ լինի։ Դու պետք է քեզ չհամեմատես ոչ մի։ ուրիշների հետ, հա։ Դու Հա, ես։ հա։ Դու ես համեմատես։ Իսկ ամեն մեկս բացառիկ ենք։ Բացառիկ։ Իրական տենց է։ Տենց է, հա։ Իրական բացառիկ ենք։ Ու դες ում է տենց համեմատեն։ Ով կարա այս դմանալի, որ մետլից նա եկել է։
Երկրորդը կա։ Չէ։ Հաստատ չկա։ Երջանիկ եմ, բայց չեմ կարակ տենցալներ, չկա, դե վերջ չէ։ Իսկ ի՞նչն է this vocation-ում մեր վերջի հարցը։ Ինձ ամեն օր տարբեր բաներ կարա vocation չի։ Հա։ Ամեն օր կարա տարբեր։ Ես որ vocation որ պիտի գամ քո մոտ։ Վաղ vocation չի որ փորձ ունեմ։ Εμείς մի ուրիշ բանա vocation չելու։ Միշտ մի բանից չեմ vocation։ Եթե միշտ մենակ մի բանից vocation չի, այդ նույնն է, որ ասենք դու մի հատ բան ունենաս դաշնակից։ Մենք գիտենք դա ինչի է բերում։ Այսօր vocation-ի վաղը չէ։ Դրա համար պետք է vocation-ը տարբեր բաներ։ Դա լախորտներից մեկն է։